Մենք երեխայասեր ազգ ենք, երեխաների համար ապահով երկիր է Հայաստանը, անվտանգ երկիր է, բայց այդուհանդերձ գեթ 1 ժամանակակից, անվճար, գերհագեցած, նորարարական սարքավորումներով խաղահրապարակ մենք չունենք Հայաստանում։ Հետաքրքիր է ձեր աշխատելավոճել, որովհետև 1.5 տարվա մեջ նման արդյունքներ եք հասել։ Շատ մարդ արդեն հիմնադրամի մասին գիտի, մի քանի հատ արդեն ստացված նախագիծ, արտասահմանից կարողացել եք մի քանի մասնակետի բերեք, այդ ոնց է ստացվել։ Մենք ընտրեցինք նիդերլանդական ընկերության, ով մասնագիտացած է հենց գրադարանային ճարտարապետության մեջ։ Տեսեք, Հայաստան ցավոք, մենք չունենք գրադարանային ճարտարապետության մեջ մասնագիտացած ընկերություն։ Ընկերիկային ինչ կասեք, օրինակ մի քանի մասնակետ բերելու կամ նման օֆիս ունենալու վրա ահռելի ռեսուրսներ ա ծախսվում ու այդ գումարները կարելի է ուրիշ նպատակով ծախսել։ Մենք հավատում ենք մարդկանց ուժին։ Մենք հավատում ենք, որ մարդիկ են, ովքեր կարող են փոխել որակ, ովքեր կարող են փոխել մտածելակերպ, ովքեր կարող են նոր խոսք ասել։ Բարև ձեզ։ Այսօր մեր ոդկասթի հյուրն է Կերոն զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Վանանե Արարքցյանը։ Վանանեի զրուցել ենք Կերոն հիմնադրամի մասին, ինչ նպատակներ ունի, ինչեր է, խոսել ենք տաղանդների, հայկական աշխատաշուկայի, արտասահմանից մասնագետներ ներգրավելու, մեր մշակույթի, պատմամշակութային շենքերի եւ այլ հետաքրքիր թեմաների շուրջ։ Չենք մոռանում բաժանորդագրվել ալիքին, որպեսզի YouTube-ը ապագայում ցույց տա մեր ոդկասթները ձեզ եւ եթե հավանում եք, կարող եք լայքել։ Գիտելիքը ուժ է, հատկապես երբ խոսքը վերաբերվում է ձեր կենսաթոշակային խնայողություններին։ Ամունդի ԱԳԲ-ն կարևորում է թափանցիկ տեղեկատվության հասանելիությունը, որpիսի դուք հասկանաք, թե ինչպես են կառավարվում ձեր կենսաթոշակային ֆոնդերը։ Այդ իսկ պատճառով թափանցիկությունը ու իրազեկ ներդրող կրթելը իրենց առաքելության մի մասն է։ Այցելեք Ամունդի ագբա.am տեսնելով ամեն ինչ նրանց հավասարակշռված, պահպանողական եւ կայուն եկամուտային ֆոնդերի ներդրումների մասին, մանրամասն բաշխվածություններով ըստ ոլորտի, տարածաշրջանի, արժույթի եւ վարկանիշի։ Նրանք հրապարակում են եռամսյակային հաշվետվություններ եւ ամսական տեղեկատվական թերթիկներ շուկայական տեղաշարժերի մասին ֆոնդերի կառավարիչների փորձագիտական մեկնաբանությամբ։ Համեմատեք 3 ֆոնդերը նախքան ընտրելը։ Վերահսկեք ձեր ֆինանսական ապագան պարզ, ազնիվ տեղեկատվությամբ։ Իմացեք ավելին amundiagba.am կայքում։ Գնացինք։ Վանա ջան, ոնց եք։ Լավ, Նարեկ ջան, դուք։ Լավ, շատ շնորհակալություն։ Շնորհակալ եմ հրավերի համար։ Ձեզ մերսի, որ եկաք։ Ինձ թվում է հիմա դուք տենց լիքը հետաքրքիր պրոյեկտներ եք անում, որի մասին կուզեի զրուցենք, հատկապես այս վերջերս ձեր բացած նոր խաղահրապարակներից մեկը գնացինք, ու տեղը շատ սիրեց, բայց մի քիչ իմ համար անհասկանալի է Կերոնը ինչով է զբաղվում, որտեվ միտեղ խաղահրապարակ եք բացում, միտեղ, չգիտեմ, Սարյանների աշճանները, որ արեցիք, որը էլի շատ սիրվեց մարդկանց կողմից, չգիտեմ, Հյուսայնում մի ինչ-որ տղա է սաքսոֆոն նվագում։ Չէ, Հյուսայնում չէ։ Պուշկին փողոցի վրա մեր գրասենյակից աֆրիկանների տան։ Հետաքրքիր է ինչով եք դուք զբաղվում ու ուղղվածությունը։ Սիրով կպատասխանեմ, որովհետև իսկապես կողքից թերևս որոշ շփոթմունք կարող են առաջացնել մեր ծրագրերը։ Հա, ու նաև Էլինան օրինակ։ Էլինան, այո, Էլինան ձեզ մոտ նաև հյուր էր։ Հա։ Այո, նայեք, հիմնադրամը 1.5 տարի առաջ երբ հիմնադրվեց, նպատակը մեկն էր եւ մեկն է Հայաստանի զարգացմանը նպաստել, Հայաստանի հրարչակմանը նպաստել նաև արտերկրում։ Բոլոր մեր ծրագրերը այսպես թե այնպես առնչվում են հատվում են այդ մի կետում։ Բոլոր ծրագրերը փոքր, միջին, մեծ մի նպատակով են արվում։ Կերոնի հիմնական գլխավոր առաջնային ծրագրի մասին երևի խոսեմ, որին էլ լրացնում են մյուս այդ ծրագրեր, որ մասին դուք նշեցիք։ Մեր գլխավոր ծրագիրը, առաջնահերթային ծրագիրը դա տաղանդների ֆոնդ նախագիծն է, որի շրջանակներում մենք Հայաստան ենք հրավիրում բարձրակարգ մասնագետների մեր 5 ռազմավարական ոլորտներից, ովքեր կգան, կապրեն Հայաստանում եւ իրենց մասնագիտական գիտելիքներով մեր երկրում կփոխեն միջավայր։ Մենք հավատում ենք մարդկանց ուժին։ Մենք հավատում ենք, որ մարդիկ են, ովքեր կարող են փոխել
որակ, ովքեր կարող են փոխել մտածելակերպ, ովքեր կարող են նոր խոսք ասել։ Եվ մեր 5 ռազմավարական ուղղությունները, որոնք են արվեստ, կրթություն, առողջապահություն, սպորտ եւ տարածքային զարգացում։ Այս 5 ռազմավարական ուղղություններով մենք փորձում ենք մեր երկիր ներգրավել լավագույն մասնագետներին։ Եվ այդ գործընթացին զուգահեռ ես հիմա նաև մանրամասն կխոսեմ օրինակներով տաղանների ֆոնդ նախագծից։ Այս սրան զուգահեռ մենք ունենք եւս 2 ուղղություն, որով աշխատում ենք։ Մեկը Հայաստանի ներսում անել ծրագրեր, որոնք էլի կփոխեն միջավայր եւ մտածելակերպ եւ նոր ստանդարտներ կբերեն, եւ Հայաստանից դուրս անել ծրագրեր, նախագծեր, որոնք կնպաստեն Հայաստանի հարահռչակմանը եւ ճանաչելիության բարձրացմանը։ Եթե շատ կարճ, այսքանը Կերոնի մասին։ Հիմա ձեր նշած բոլոր նախագծերը այս տրամաբանության մեջ տեղավորվում են։ Հասկացա։ Իսկ այդ որ ասում եք միջավայր փոխեք, այդ ո՞նց եք պատկերացնում, ո՞նց է փոխվելու։ Տեսեք, ես կարող եմ եւ մեր արդեն օրինակով բերել եւ նաեւ պատմության օրինակներից բերեմ եւ իսկ սկսեմ երկրորդից խորհրդային տարիներին 30-40-ական թվականներին, երբ երկաթե վարակուրը կարծես մի պահ բարձրացավ եւ թույլատրվեց, որպիսի մեծ ալիք կա Հայաստան մարդկանց, հայրենադարձների ալիք եւ մեծ թվով մարդիկ մոտ 150,000 մարդ եւ ավել եկավ Հայաստան եւ այն սովետական միջավայրը, սովետական ամեն ինչը, նիստուկացը, սովորույթները, չգիտեմ, սկսած խոհանոցից վերջացրած հագուստից եւ այլն, շատ բան փոխվեց մեր երկրում մարդկանց դրսից գալով եւ մեր երկրում իրենց նորից եմ կրկնում եւ գիտելիքները եւ կենցաղը անգամ բերելով։ Հիմա մեր օրինակ, մեր օրերգանք եւ Կերոնի գործունեության մասին խոսենք։ 1 տարի առաջ մենք մեր տաղանների ֆոնդ նախագիծը պիլոտային ձևով սկսեցինք Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ։ Սերգեյ Սմբատյանը 1 տարի առաջ եկավ եւ ասեց. մենք խնդիր ունենք Հայաստանում ամբողջ երկրում որոշ երաժշտական գործիքներ կամ չեն դասավանդվում պետական երաժշտական դպրոցներում կամ դասավանդվում են այնքան վատ, որ մենք լավ շրջանավարտներ, հետեւաբար լավ երաժիշտներ չունենք, որոնք կարողանան բոլոր Հայաստանի նվագախմբերում տվյալ գործիքներով նվագել։ Ինտերիերի դիզայնը միայն գեղեցկության մասին չէ, այլ գրագետ մտածված միջավայրերի։ Ըստ վերջին հետազոտության տվյալների, մարդիկ իրենց ժամանակի 90%-ը անց են կացնում փակ տարածքներում, աշխատանքի վայրում, տանը կամ օրինակ սրճարանում։ Այդ իսկ պատճառով ճիշտ մտածված միջավայրը անմիջական ազդեցություն ունի մեր մտածելակերպի, մեր մտածողության, զգացողությունների եւ ապրելակերպի վրա։ Լավ ճարտարապետության ու դիզայնի շնորհիվ մարդն ավելի արդյունավետ է դառնում, հանգիստ եւ լիարժեք։ Մեր գործընկեր Futurist Architects-ն արդեն 17 տարի է նախագծում է տարածքներ, որոնք բարձրացնում են կյանքի որակը, համադրելով էսթետիկան, ֆունկցիոնալությունը եւ մարդու հոգեբանությունը։ Futurist Architects կերտելով ապրելակերպ։ Այսինքն կոպիտ ասած, եթե սենց եւս 10 տարի շարունակվի, մենք օրկեստր չենք ունենա։ 10 չի անգամ։ Հիմա 10 չի անգամ։ Հիմա այդ երաժշտական գործիքների վրա նվագող մասնագետներ եւ հիմա մենք շփվում ենք մնացած բոլոր նվագախմբների հետ, իրենք նույնպես այդ նույն խնդրի առջև կանգնած են։ Եվ մենք ասացինք շատ լավ, պիլոտային ձևով մենք կսկսենք ձեր հետ աշխատել եւ կհրավիրենք մասնագետներին Հայաստան։ Այսօրվա դրությամբ մենք 5 մասնագետ ունենք հրավիրված Հայաստան, ովքեր մշտական երկարաժամկետ շատ կարևոր պայման է մեզ մոտ, երկարաժամկետ տեղափոխվել են Հայաստան, ապրում են Հայաստանում, իրենց հիմնական աշխատավայրը, եթե օրինակը շարունակում ենք պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ տանել, Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբն է, բացի դրանից համաձայն մեր պայմանագրի երաժիշտները պետք է դասավանդեն որևիցե պետական երաժշտական դպրոցում եւ նաեւ պետք է մաստեր կլասներ տան այլ երաժշտական դպրոցների շնորհալի երեխաներին։ Այսինքն մեկ մասնագետի հնարավորինս օգտակար գործակիցը մեր երկրում հնարավորինս բարձր է։ Ու բացի դրանից մենք գտնում ենք, որ նման կրթություն ստացած, նման մասնագետը, երբ որ աշխատանքից դուրս էլի շփումների մեջ, իր կենցաղի մեջ ապրում է, շփվում է, չգիտեմ, իր կյանքն է ապրում, դրա հետ միասին բերում է մեր երկրում փոփոխություններ եւ նոր խոսք, նոր որակ, նոր մշակույթ։ Մի հոգուց ես ծանոթացել եմ։
Մեր երաժիշտներից տեսնում եք իջա Տաթևը տեսեք Տաթևը 5-ից 1-ն է ում նշեցի եւ Տաթևի օրինակով շատ լավ շատ ակտիվ գերակտիվ բարևենք Տաթևին եւ Տաթևի օրինակով բերեմ շատ հետաքրքիր օրինակ բերեցիք տեսեք Տաթևը դա մեր համագործակցություններ Սփյուռքի անձնակատարի գրասենյակի հետ միասին Տաթևը ժամանակին դիմել էր Հայաստան տեղափոխվելու հարցում բայց կարծես այնտեղ իրեն հարմար աշխատանք չէր գտնվել մինչև որ մենք եկանք ասացինք մի հատ տեսեք արդյոք ինքը Նյու Յորքից էր չէ այո Տաթևը Նյու Յորքում է ապրել գիտակից կյանքի մեծ մասը եւ Տաթևը ի տարբերություն 4 երաժիշտների նաեւ երաժշտական մենեջմենթի կառավարման մասնագետ է որը շատ նույնպես կարևոր է եթե երաժշտական գործիքները դասավանդվում են բայց ոչ շատ լավ երաժշտական մենեջմենթ Հայաստանի Հանրապետություն գոյություն չունի նման կրթություն չունի շատ երաժիշտների հետ ենք խոսում մեր ոդկասթում այդ թեման բոլորն են ասում որ խնդիր կա մեծագույն խնդիր եւ շատ լավ է որ մեր նվագախմբերը երաժիշտները ոչ միայն արվեստի բոլոր բնագավառները հենց մենեջմենթի պակաս ունեն եւ մենք հիմա այլ կառույցների հետ նույնպես աշխատում ենք որպեսզի հենց մենեջերներ բերենք լավ մենեջերից թիմը կարող է գերազանց լինել, բայց լավ մենեջմենթ չունենալով մեծ բարձունքների չհասնել եւ ինչպես որ սիմֆոնիկը համեստորեն նկատեց, ասում են որ մենք մեր պոտենցիալի մաքսիմումը կարողանում ենք անենք, բայց մեզ ճիշտ մենեջերներ են պետք, որ մենք համաշխարհային ասպարեզ դուրս գանք եւ այնտեղ կարողանանք մրցունակ լինել։ Եվ Տաթևի օրինակով տեսեք, մենք Իգորցի հետ միասին 12 ամիս է Իգորցի ծրագիրը, 12 ամսով Տաթևը տեղափոխվեց Հայաստան Իգորցի շրջանակներում։ Անցած տարի հոկտեմբերն էր։ Եվ տեսեք, հիմա այս օրերին Տաթևը հետ պիտի վերադառնար Նյու Յորք։ Բայց քանի որ Տաթևը մեզ հետ ունի երկարաժամկետ պայմանագիր, Տաթևը դեռ տարիներ շարունակ մնալու է Հայաստանում, աշխատելու է եւ ես շատ ուրախ եմ Ես շատ մարդկանց հետ եմ հիմա շփվում, ովքեր ասում են Տաթևը լինելով երաժիշտ, հիմա այնքան պրոյեկտների մեջ է ներգրաված, բայց պատկերացրեք ինքը 1 տարվա իմանար, որ 12 ամսով է միայն եկել, եւ արդեն ինքը Հայաստանից գնացած պիտի լիներ, որտեվ հոկտեմբերի կեսին լրանում էր իր ժամկետը 1 տարվա։ Իսկ երբ որ մարդը գիտի, որ դա ինքը երկարաժամկետ պայմանագիր ունի եւ ինքը այստեղ է, իր կյանքը այսպես թե այնպես, կենցաղը, առողջապահությունը, կրթությունը, ժամանցը կապում է այս երկրի հետ, այսինքն ինքը չի մտածում, որ լավ, ես եկել եմ 2 ամիս այստեղ աշխատեմ, բժշկից կգնամ իմ Գերմանիայում կամ իմ Ֆրանսիայում կամ իմ Ամերիկայում։ Ոչ, ինքը սկսում է նաև պահանջատեր լինել եւ նախանձախնդիր լինել, թե մյուս կյանքի իր պահանջները մեր երկրում ոնց կբավարարվեն եւ այսպիսով սկսում է նաև հոգ տանել, որպեսզի մյուս կյանքի բնագավառներն այն մակարդակին հասնեն, որ ինքը ունի իր երկրում, որտեղ որ ապրում էր։ Հասկացա։ Սա Գերոնի գերնպատակը եւ խնդիրը, որ մենք փորձում ենք լուծել մասնագետներ հրավիրելով։ Իսկ կողքի ծրագրեր, որ անում ենք, որ դուք նշեցիք, տեսեք, խաղահրապարակը։ Ինչու որոշեցինք խաղահրապարակ սարքել, որովհետեւ ցավոք մենք տեսանք, հասկացանք, ես էլ երեխա ունեմ, դուք էլ երեխա ունեք, որ մենք լինելով երեխայասեր, դա մեր կարևոր այսպես ասած վաճառքի էլեմենտն է Հայաստանը վաճառ, որ մենք երեխայասեր ազգ ենք, երեխաների համար ապահով երկիր է Հայաստանը, անվտանգ երկիր է, մենք երեխաներին շատ լավ ենք վերաբերվում եւ շատ սիրով, բայց այդուհանդերձ get 1 ժամանակակից, անվճար, գերհագեցած, նորարարական սարքավորումներով խաղահրապարակ մենք չունենք Հայաստանում։ Ամբողջ Հայաստան ունենք մի քանի տեղ, որոնք վճարովի են եւ այդուհանդերձ այդքան էլ ժամանակակից չեն։ Մենք որոշեցինք սարքել 1 ժամանակակից, ինչպես նշեցի, բոլոր տարերը ներառող խաղահրապարակ, որը կլինի օրինակելի, թե ինչպես են այսօր աշխարհում խաղահրապարակները։ Եվ այդպիսով ասելու մեր համակարգացիներին եւ նաեւ հյուրերին, որ մենք ունենք այսպիսի խաղահրապարակ եւ այսպիսին պիտի լինեն խաղահրապարակները։ Եվ ես մեծ հպարտությամբ եւ ուրախությամբ կարող եմ ասեմ, որ մեր նպատակը այն էր, որ սա դառնար շղթայական մենք խաղահրապարակներ կառուցող հիմնադրամ չենք եւ դա մեր խնդիրը չի, սա օրինակելի մի նախագիծ էր, որը մենք հույս ունենք, որ շղթայական էֆեկտ կունենա եւ պատկերացեք
մենք արդեն իսկ սարքում ենք եւս երկուսը, այդ ցավոք ստացվեց մեկ մեծը սարքել, մենք ուզում ենք մեկ մեծը սարքել, բայց Երևանում չգտնվեց մեկ մեծ տարածք, որովհետեւ մենք մեր բոլոր մտահղացումները իրականացնենք, այդ պատճառով 3-ն ենք սարքում, մեր 2 խաղահրապարակներում մենք արդեն ունենք գործընկերներ, պատասխանատու բիզնես ընկերություններ, որոնք միացան մեզ եւ մենք հիմա միասին ենք սարքում։ Այսինքն մասնավոր ընկերությունն է ֆինանսավորելու այդ պրոյեկտները։ Այո, եւ ես հպարտությամբ կարող եմ ասել, մենք անգամ մի քանի ընկերությունների մեջից ընտրեցինք ում հետ աշխատենք եւ մեզ ընտրեցին, որովհետեւ արդեն ցանկությունը 1 տարի առաջ որ դուք բիզնեսին ասեիք ծախսի միլիոններ եւ սարքի խաղարապարակ, այդ մարդիկ այդ գումարը կներդնեին նոր մասնաճյուղ, նոր բիզնես մոդելներ ներգրավելու մեջ։ Այսօր 1 տարվա մեջ մենք տեսնում ենք, որ մարդիկ հետաքրքրված են հանրային տարածքներ բարեկարգելու մեր համար, մեր երեխաների համար, բոլորիս համար։ Իսկ այդ փոփոխությունը ոնց եղավ, առաջինը տեսան, հաջողությունը տեսան, մոտիվացվեցին երասին։ Այո։ Նաև ինքնտես ոնց որ լավ բարի PR-ա բիզնեսի համար։ Այո, ես սպասում եի այս արձագանքին, սպասում եի այս էֆեկտին, բայց ոչ այսքան արագ ու այսքան տպավորիչ արդյունքի։ Իսկ որ ընկերություններն են ֆինանսավորել այդ նորերը։ Ուրեմն առաջինը մեզ մոտ երկրորդ խաղապարակ առաջինից հետո մենք անում ենք Arbrock ընկերության հետ։ Դե եթե բարի PR-ա մեր մոտով անենք էլի։ Շատ լավ, ես շատ շնորհակալ եմ նրա համար, որ ասում եք, Arbrock ընկերությունը ով առաջինն էր, ով մեզ մեր բանակցությունների շնորհիվ իրենք սիրով համաձայնեցին եւ երկրորդ խաղահրապարակը, որը հրապարակին կից է լինելու Խաչքարերի փորակում, մենք միասին ենք սարքում եւ առաջին լինելը միշտ համ դժվար է եւ հետո բայց շատ շնորհակալ գործ, որովհետեւ հիմա բոլորը հողում են անում իրենց եւ ասում են, որ Ամբրոկի հետ անում եք մեր հետ ինչու չենք անում, մենք էլ ասում ենք մենք սիրով մեր բոլոր ծրագրերը մենք պատրաստ ենք եւ դրա համար ենք անում։ Որևիցե ծրագիր չունի, որ Կերոն հիմնադրամը անում է միայնձնա, այսինքն մենք միշտ ունենք գործընկեր ում հետ անում ենք պրոյեկտ, ով որ վաղը զբաղվելու է իր մենեջմենթով պրոյեկտի եւ անում ենք նաեւ գործընկերներ ներգրավելով Կերոնը ինքնին որևիցե նախագիծ չունի։ Այսօր բիզնեսի ամենաթանկ արժույթը տվյալներն են։ Իսկ դրանց անվտանգությունը սկսվում է հուսալի տվյալների կենտրոնից։ Մեր ոդկասթի գործընկեր Arc Group ընկերությունը նախագծում եւ կառուցում է տվյալների կենտրոններ, համաձայն միջազգային ստանդարտների, ապահովելով անխափան աշխատանք, բարձր անվտանգություն եւ ինժեներական ճշգրտություն։ Arc Group-ը կկառուցի ձեր թվային ակտիվների ամրոցը։ Եթե դուք ներդրում եք կատարում ձեր տվյալների կառավարման մեջ, դուք ներդրում եք կատարում ձեր բիզնեսի ապագայի մեջ։ Arc Group հիմքը վստահություն է, ապագան տվյալներ։ Նաև կուզեի հետաքրքիր է ձեր աշխատելավոճը, որովհետև 1.5 տարվա մեջ նման արդյունքներ եք հասել։ Այսինքն շատ մարդ արդեն հիմնադրամի մասին գիտի, մի քանի հատ արդեն ստացված նախագիծ, արտասահմանից կարողացել եք մի քանի մասնակետի բերեք, այդ ոնց է ստացվել։ Չգիտեմ ոնց է ստացվել, ասեմ, որ իմ կանխատեսումները, ես իմ մասնագիտական կյանքում իմ բոլոր եւ կրթությունները եւ աշխատանքային փորձս դրամաբանորեն երևի բերել են Կերոնի ստեղծմանը եւ ես ունեմ շատ փոքր թիմ, շատ 8-10 հոգինոց թիմ է անում այս ծավալի աշխատանքները 1.5 տարում։ Քանի թիմի մասին խոսացինք, մի հատ հարց տամ, էլի, ձեր թիմում տղա չկա, հա, ոնց որ։ Կա։ Արդեն կա։ Այո։ Իրականում ընթացքում ունեցել ենք տղա եւ գործընկերներ եւ աշխատակից շուտով նաեւ կարծում եմ դեռ մի փոքր շուտ է որ հայտարարեմ նաեւ շատ մեր գլխավոր այդ տաղաների ֆոնդի ղեկավար հրավիրում ենք մի մարդու ով մեզ համար մեծ ձեռքբերում է որ նա համաձայնեց մեր թիմին միանալ կարծում եմ բոլորս իրեն ճանաչում ենք գոնե հարության եւ սոցիալապես ակտիվ հարությունը իրեն ճանաչում է այս պայն քանի դեռ ինքը օֆիցիալ մեզ չի միացել անունը չտամ բայց շատ ուրախ ենք որ թիմը համարվում է շատ պատասխանատու շատ պրոֆեսիոնալ մասնագետով Եվ այո, աղջիկների թվացյալ աղջիկների նուրբ աղջիկների 8-10 հոգանոց թիմով մենք իսկապես անգամ ես գերազանցեցի իմ կանխատեսումները, որովհետև երբ հիմնադրի հետ մենք խոսում ենք, որ Կերոնը հիմնադրում ենք, Կերոնը այս նպատակներն է հետապնդում, ինչ արդյունքներ կունենանք, նույն ֆոնդահայթայթումը մեր արդյունքների մի մասն է կազմում, որովհետև
կերոնը հիմնադրվել է Հայաստանի զարգացման նպատակով։ Միակ նպատակը, որ հետապնդում ենք, դա է։ Եվ ինքը հիմնադրի կամ տնօրենի կամ թիմի հիմնադրամը չի։ Սա մեծ նպատակներ հետապնդող Հայաստանի զարգացմանը միտված ծրագրեր իրականացնող հիմնադրամ է։ Եվ այստեղ մենք տեսնում ենք հանրության բոլորի, կարևոր չի ինչ չափով, կարևոր չի ֆինանսապես, թե քո ժամանակով, թե քո, չգիտեմ, կարևոր չի ինչով, բայց մենք տեսնում ենք հանրության ներգրավվածությունը, որ լինի հիմնադրամի գործունեության մեջ, քանի որ ձեր նշած եւ մեր իրականացած բոլոր ծրագրերը մի նպատակ են հետապնդում։ Եվ ես անկեղծ 1.5-2 տարի էի մեզ համար դրել, որպեսզի մենք հասնենք այն կետին, որը մենք հասանք իրականում ամիսների ընթացքում, այսինքն այն ճանաչելիությանը, այն որակին, այն առաքելությունը, որ մենք հետապնդում ենք, որ մարդիկ իմանան եւ մեզ վստահեն։ Իսկ այսօր ընդամենը 1.5 տարի է անցել եւ մենք իսկապես մեզ առանց ավելորդ համեստության ասեմ, որ մեզ վստահում են, մեր որակին հավատում են, մեր առաքելությանը հավատում են եւ ուզում են մեզ հետ միասին լավը ստեղծել եւ օրինակը շարունակել։ Իսկ դա մեր գերնպատակն էր։ Մենք սարքում ենք 3 խաղարապարակ, թող լինի 13-ը, մերը լինի մեջի ամենավատը, բայց մեր նպատակը հենց դա էր, այդ շղթայական, մենք սարքել ենք 1 աստիճան, թող սարքվեն տասնյակը եւ Սարյանի աստիճանը լինի ամենավատը, բայց իսկապես ամեն նախագիծ մեզ մոտ արվում է մեծ սիրով, մեծ հավատով եւ մեծ առաքելությամբ։ Հետաքրքիր է նաեւ պրոյեկտներ, ամեն պրոյեկտը նշեցիք տարբեր ոնց որ stakeholder-ներ ունեն, համ մասնավոր, համ պետական, համ է ֆոնդը։ Ճիշտ եմ հասկանում։ Օրինակ նույն բանը Սարյանի աստիճանները մանեթայզներ, քաղաքապետարաններ ու դուք եք, չէ՞, ճիշտ է։ Այո, քաղաքապետարանը հետ միասին, այո։ Հիմա տեսեք, նույն իր պահպանության խնամքի հարցերը։ Մենք էլի հավաքվեցինք կողքում շրջակա տարածքում գտնվող ընկերությունների հետ եւ ասացինք սա մեր տարածքը չի, Կերոնը այդտեղ լիազորություններ չունի, որ մենք հետագա պահպանությունը, մաքրությունը տանենք, բայց եթե չհետևի, բոլորս հասկանում ենք, որ տարածքը շատ կարճ ժամանակում ինչ կվերածվի, իսկ այնտեղ ահռելի աշխատանք է տարված, ահռելի։ Փոխվել են ամբողջ սալիկները, փոխվել է վերևի պուրակի ամբողջովին տեսքը, ամբողջովին կանաչապատվել է շատ համ դիմացքում, բայց շատ գեղեցիկ եզակի կանաչապատման բույսերով, այսպես ասեմ, փոխվել են բազրիկները, լուսավորվել է տարածքը, այսինքն այնտեղ եթե խնամքը չպահպանվի, անցած օրը օրինակ լույսի հետ էլի կապված խնդիր ունեցանք, արդեն հանձնված էր պրոյեկտը, բայց մենք պատրաստ ենք այդ մեծ խնդիրների լուծումը, բայց ամեն օրվա մաքրությունը, ամեն օրվա բույսերի ջրումը, եթե տարածքի մարդիկ եւ թաղապետարան իրենց վրա չվերցնեն, չի պահպանվի, պարզապես չի պահպանվի։ Որոշ ժամանակ հետո։ Որը շատ կարճ ժամանակ հետո, այո, այն նույնը խաղահարապարակն է մեզ մոտ։ Եվ տեսեք, արդեն մարդիկ ինքնական վերցնում են այդ պատասխանատվությունը, որպեսզի այդ խնամքը, այդ հոգատարությունը կատարեն։ Կողքում գործող սննդի կետը, կողքում գործող սուպերմարկետը, կողքում գործող մի քանի սննդի կետեր, հարևանները անգամ, ամեն մեկը իր վրա ինչ որ պատասխանատվություն վերցրեց եւ մենք հիմա փորձում ենք այդ տարածքը բարեկարգենք։ Իսկ խաղարապարակի տարբերակում էլի մենք պրոֆեսիոնալ մաքրությունը եւ 24-ժամյա անվտանգությունը մեր կողմից ապահովում ենք, բայց միևնույն ժամանակ մենք նաեւ կամավորներ ենք ներգրավում, որպեսզի այդ սովոր չենք, իսկապես ոչ մեկը սովոր չի հանրային բարեկարգ տարածք մաքուր պահելուն, բայց կամաց պիտի սովորենք եւ պիտի կարողանանք դա պահել այնպես մեղադրելու չի, տեսեք, մեր շինարարները հիմա ասում են, որ այդ խաղասարքերը, այո, ամեն մեկը լավագույն աշխարհի արտադրողներից են, խաղասարքեր արտադրողներից են, բայց նախատեսված չեն, որ միաժամանակ մի խաղասարքի վրա 15 երեխա խաղա։ Բայց երեխաներն էլ մեղավոր չեն, որտեվ չկա այլ տարբերակ 15 անգամ այնտեղ մի հատ ասենց շրջանակի պես սարք ունենք, որի վրա պետք է բալանսի համար է նախատեսված, երեխան պիտի վազի վրան, կարողանալով բալանսը պահի։ Մեզ մոտ դեռ դա օգտագործվում է, նստում են 15 երեխա եւ նստում են եւ պտտվում են։
նորմալ է, կանցնի ժամանակ կունենանք շատ խաղարապարակներ տարբեր տեղերում եւ մարդկանց հոսքը կբաշխվի։ Հիմա այսպես է օգտագործում, բայց կամած այդ հոգատարությունը, տեսեք, մեզ մարդիկ, օտար մարդիկ նկարում են եւ ուղարկում են, այսպես պետք չի խաղասարքը օգտագործել։ Տարածքում դուք գրել եք, որ չի կարելի ծխել, բայց ծխում են։ Երեկոյան շուներ մտել, տեսեք նկարանել եմ, ուղարկել եմ։ Մենք փորձում ենք արագ արձագանքենք այդ անվտանգության միջոցով այդ բոլոր բաները եւ շատ ուրախանում ենք, որ հանրությունն էլ է պատասխանատվություն կրում։ Մենք անգամ սկսել ենք առանց ակտիվ գովազդելու, սկսել ենք դեռ ակտիվ չեն գովազդում, սկսել ենք ստանալ նվիրատվություններ խաղարապարակի մաքրության համար։ Գիտեք, կարևոր չի փոքր 1000 դրամ, 5000 դրամ, կարևորը որ մարդիկ բերում են իրենց երեխային, այնտեղ խաղում են, գոհ են մնում, շնորհակալ են մնում, հասկանում են, որ այդտեղ մաքրությունը, անվտանգությունը, ծախսեր է եւ փորձում են իրենց կարողացած չափով իրենք էլ ներդրում ունենալ։ Այդ ընթացիկ մաքրությունը, ապահովությունը ձեր հիմնադրամն է։ Այո։ Այո։ Թաղապետրանը չի զբաղվում դրանով։ Ոչ։ Իսկ ո՞նց են դոնեյթ անում։ Մեր կայքում կա դոնեյթի կոճակ, այնտեղ որ սխվում ես, նաև հնարավորություն կա ընտրել մեր ծրագրերից որն է ցանկանում եւ մարդիկ, տեսեք, ասում եմ, մենք դեռ ակտիվ չենք դա գովազդել, բայց մարդիկ կան, որ մտնում են, տեսնում են եւ նվիրատվություն են անում։ Եվ այդ մարդկանց բոլորի անունները հիմա մեր կայքում կկարդաք, որտեղ այն մարդը, որ մեզ նվիրատվություն է անում, միանգամից հայտնվում է մեր կայքում։ Դա մեր շնորհակալության ձևն է մեզ հետ կիսելու մեր երկրի հանդեպ պատասխանատվությունը։ Իսկ նախնական ֆինանսավորումը որտեղից է, որտեղ դուք տենց շուկա շատ մեծ թափով մտաք, նշանակում է երևի լավ կապիտալ եք ունեցած սկսելուց։ Այո, մեր հիմնադիրներն են Գևորգյան ընտանիքը, ովքեր երկար տարիներ Շվեյցարիայում ապրելով միշտ Հայաստանի համար ուզել են ավելին անել, քան միայն իրենք տարբեր երկրներում աշխարհի բիզնեսներով են զբաղվել եւ միշտ ուզել են ավելին անել Հայաստանի համար, բայց դա եղել է միշտ տենց ինչ որ փոքր ծրագրերով կոնկրետ որ իրենց դիմել են, իրենք էլ աջակցել են։ Եվ երբ ես հիմնադիրների հետ նստած զրուցում էի, որ հիմնադրամ ստեղծել, ինչ նպատակ պետք է հետապնդի, հետաքրքիր էր։ Մեր հիմնադիրը շեշտը դնում է մարդկանց վրա, ես ծրագրերի վրա, եւ մենք երկուսով հասկացանք, որ նույն բանի մասին ենք խոսում։ Առանց ճիշտ եւ պրոֆեսիոնալ մարդկանց հնարավոր չեն իրականացնել լավ ծրագրեր, մյուս կողմից էլ չեն կարող լինել լավ ծրագրեր, եթե չկան ճիշտ մարդիկ, այսինքն մեկը մյուսին շատ լրացնող են եւ այդտեղից ծնվեց Կերոն հիմնադրամի ստեղծման գաղափարը եւ անվանումը անգամ երբ որ ընտրեցինք ինձ վստահվեց անունը եւ ես առաջարկեցի Կերոն եւ շատ խորհրդանշական է մեր անվանումը անգամ ինձ շատ հաճախ հարցնում են ինչ է նշանակում Կերոն, ես սիրով պատասխանում եմ եւ ուզում եմ անպայման միշտ պատասխանել այս հարցին, որպեսզի մարդկանց մոտ նույնպես տպավորվի։ Ես ուզում եի, որ անպայման հայկական անվանում ունենա հիմնադրամը։ Կերոնը հունական արմատներ ունենալով, այդուհանդերձ հայկական հայ արմատներով բառ է, որը նշանակում է լույս, ճրագ, ջահ։ Եվ շատ մեր բանաստեղծներ Չարենցը, Սևակը իրենց բանաստեղծությունների մեջ Կերոնը օգտագործում են եւ նաեւ շատ հետաքրքիր սիմվոլիզմ կա անվան հետ կապված, երբ ընկերներիցս մեկին ուղարկեցի բրենդինգը արդեն պատրաստ էր գույները, որ էլի Որթան կարմիրի մի տարատեսակն է մեզ մոտ, ոսկի գույնը, որով էլի մատենագրեր են գրվել եւ այլն, եւ հարցրեց ինչ է նշանակում Կերոն, ուղղակի բառը հակառակ եք գրել։ Ես լրեցի, ապշեցի, անջատեցի անմիջապես հեռախոսը եւ զանգեցի հիմնադիրին։ Նորեկ, հա։ Այո։ Նորեկ, իսկ նորեկները դա հայրենադարձներն են։ Վաու։ Ովքեր ժամանակին եկել են։ Հետաքրքիր է։ Շատ հետաքրքիր։ Պատկերացեք, իմ ամբողջ մարմինը փշակաղվել էր, երբ այդ պատահական, երբ որ բացարձակ մենք անգամ բրենդինգ անելուց, երբ ոչ մեկից մտքով չի անցել Կերոնը հակառակ կարդալ, բայց փաստորեն սիմվոլիզմ կա փոքր-ինչ, ինձ նման բաների չեմ հավատում, բայց կա հակառակ կարդալուց նորեկները դրանք այն մարդիկ են, ովքեր գալիս են մեր երկիրը իրենց շնչով եւ իրենց գիտելիքներով, մասնագիտական գիտելիքներով ավելի զարգացնելու, ավելի Չէ, շատ կարևոր, որտեղ օրինակ եթե թեմով ես վերջերս ընկերոջս հետ ենք խոսում, որ օրինակ ԱՄՆ-ի ամենաուժեղ կողմերից մեկը որն է, այնա, որ անընդհատ աշխարհից լավագույնները մեկագնում են այնտեղ։ Ու դա պահում է, ոնց որ դրա համար կարողանում են իրանք նորարարական տարբեր ուղղություններով զարգանան, որովհետև
անընդհատ հասարակությունները ձևափոխվում են ոչ միայն ներսից, այլ նաև երբ որ դրսից նոր մարդիկ են գալիս։ Չի նշանակում ինչ որ մեկը լավն է կամ վատն է, այլ տարբեր մտածելակերպով, տարբեր աշխատելավոճով, ուրիշ էթիկայի կանոններով անգամ, ու երբ որ գալիս են, ինչ որ փոփոխություն գալիս է։ Անկամ այս վերջերս, երբ որ սիրահայեր օրինակ եկան, ինչքան բան փոխվեց Երևանում հատկապես, չգիտեմ, ռեստորանների կուլտուրա շատ փոխվեց, նոր տեսակի տարբեր օբյեկտ ճիշտ է ասել։ Սրճարան։ Սրճարաններ, ուտելու տեղեր, չգիտեմ, ռեստորաններ հայտնվեցին, դա անգամ երբ որ առաջի ռուսական ներգաղթ եղավ Հայաստանի ժամանակ է որոշ բաներ փոխվեց, ասինքն ամեն ալիք է, ամեն անհատ է, երբ որ դրսից գալիս է ուրիշ մշակույթով, ազդեցություն է ունենում դրա վրա։ Օրինակ ես ինչ որ առումով տենց ծրագրի մասնակից եմ եղել, ես ֆլեքս եմ եղել դպրոցում, որ մեզ մի տարով ուղարկում էին Ամերիկա սովորելու, այդ մի տարին այնքան մեծ ազդեցություն ասել իմ մտածելակերպի ու ես որպես անհատ ոնց եմ կայացել ու հետ եկել իմ հետ ինչ եմ բերել, որ միանշանակ ինձ թվում է շատ հետաքրքիր ու կարևոր կետ է, էլի փոփոխություն բերելու համար, որովհետև անհատներն են փոփոխություն բերում։ Այո, դրա շուրջ է հենց մեր գաղափարախոսությունը, փիլիսոփայությունը ձևավորվում։ Այստեղ նաև նշեմ եւս մեկ օրինակ մեր ծրագրերից բերեմ, Երևանի Պետական Բժշկական Համալսարանի նախագիծը, որ իրականացնում ենք։ Տեսեք, իրենք ունեն գրադարան, որը բժշկական համալսարանը լինելով Հայաստանի ամենամեծ բուհերից մեկ, ունենալով 8000-ից ավել ուսանող, որոնցից շուրջ 3000-ը արտասահմանցի 33 երկրներից ամենամեծ միջազգային բուհն է Հայաստանում, եւ գրադարանը այն վայրը, որտեղ ուսանողները միասին ամերիկյան համալսարանն են ավարտել ու դեռ իմ տարիներին ես շատ ավելի շուտ եմ ավարտել, եւ գրադարանը այն վայրն էր, որտեղ մենք հավաքվում էինք, համարյա 24 ժամ մնում էինք, պարապում էինք։ Այո, ու եզակի գրադարան էր Հայաստանում ինքը իր ամեն ինչով համարվում, եւ այսօր 21-րդ դարում բժշկական համալսարանի գրադարանը, ուղղակի նկարներ չկան որ ցույց տամ, սովետական շնչով մնացած մի վայր էր 600 քառակուսի, որտեղ ուսանողները այդ քանակի ուսանող պիտի հավաքվեր եւ սովորեր, եւ նաեւ բժշկական համալսարանի առանձնահատկությունը որն է, որ այնտեղ 6+ տարի են սովորում, այսինքն 8 եւ ավել տարի են սովորում, եւ մենք ռեկտորի հետ միասին նստեցինք եւ հասկացանք, որ եթե 600 քառակուսին պարզապես կահավորենք եւ վերափոխենք, դա կլինի վերանորոգում, բայց դրա մասին չի կերոնը, մենք միջավայր ենք փոխում, եւ որոշում ընդունվեց, որ շատ դժվարությամբ դա տրվեց բժշկական համալսարանը, որտեղ տարածքը փոքր է, շենքի հնարավորությունները այդքան ուսանող, բայց նոր գրադարանային տարածքին տրամադրվեց 3000 քառակուսի տարածք, եւ այս 3000 քառակուսի մետրի վրա մենք սարքում ենք նոր շնչով, նոր միջավայր, դա չի լինելու պարզապես գրադարան, այնտեղ լինելու են անհատական պարապմունքների սենյակներ, խմբային պարապմունքների սենյակներ, մեծ ընթերցասրահ, կոմպյուտերային, համակարգչային սրահ, փոքրիկ ժամանցի սրճարանային վայր, բացօթյա տերասա է լինելու, միջոցառումներ անցկացնելու սրահ է լինելու, այսինքն սա լինելու է ուսանողների համար ոչ ֆորմալ կրթության եւ ոչ ֆորմալ ժամանց անցկացնելու մի վայր, անգամ նոր դուռ է բացվում Հերացի փողոցից, գրադարանի համար նոր դուռ է բացվելու, որ ուսանողները երբ համալսարանը փակ կլինի, կկարողանան այ մեր ամերիկյան համալսարանի պես իրենց քարտերով մուտք գործել, ինչքան ուզեն այնտեղ մնան, պարապեն, սովորեն, շփվեն, այսինքն իրենց ազատ ժամանակը նաեւ հնարավորություն ունենան անցկացնելու նույն համալսարանի շենքում ուսանողական կյանքի մի մասը դառնա այս նոր ստեղծված միջավայրը։ Եվ միջավայրը են փոխում։ Այո, եւ այստեղ մենք ներգրավել ենք այդ ձեր ասացի պես ամենայն հարգանքով բոլոր մեր ճարտարապետների հանդեպ, բայց մենք երբ որ տվեցինք հայտարարություն թե ով կանի այս գրադարանը, մենք ընտրեցինք նիդերլանդական ընկերության,
մի ընկերություն, ով մասնագիտացած է հենց գրադարանային ճարտարապետության մեջ։ Տեսեք, Հայաստան ցավոք, մենք չունենք գրադարանային ճարտարապետության մեջ մասնագիտացած ընկերություն։ Իսկ այս ընկերությունը Տարին հատ գրադարան Հայաստանում։ Այո, այսինքն նաև Չել կարալ ֆիզիկապես չդե կարալն, եթե դրսի շուկայի համար չեն աշխատում։ Այո, իսկ այս ընկերությունը սարքել է Ռոտերդամի Էրասմուս համալսարանի գրադարանը, Հագայի թագավորական համալսարանի գրադարանը եւ մեր գրադարանում ներգրաված լինելով մենք ճարտարապետաշինական ինստիտուտի ուսանողների ենք նաև որպես իրենց համար մասնագիտական փորձառություն ներգրավել այս պրոյեկտի մեջ եւ իրենք զուգահեռաբար մեր հոլանդացի ճարտարապետներին միասին շինարարները, որոնք հայ են եւ ճարտարապետների հետ միասին աշխատում են, որ պրոյեկտը կյանքի կոչեն։ Այդ շատ մեծ փորձ կլինի իրանց համար։ Այո, աշխատելավոճն է Նարեկ ջան նաև ուրիշ։ Իսկապես մենք հիմա այսքան պրոյեկտ ենք ջան զուգահեռաբար։ Իսկապես ձեռագիրն է ուրիշ, որը ինչ որտեղ ցավով եմ ասում, որովհետև երբ համեմատում ես, ունենք նախագծեր, որ անում ենք տեղական տարբեր գործընկերների հետ եւ ունենք նախագծեր, որտեղ ներգրաված են միջազգային տարբեր մասնագետներ, ցավոք ձեռագիրն է ուրիշ, աշխատելն է լրիվ ուրիշ։ Իսկ ինչ առումով։ Չգիտեմ, սկսած կոմունիկացիայից վերջացրած մասնագիտական, չգիտեմ, նույն մասնագիտական թղթատարությունը, նույն աշխատելավոճը, նույն կոմունիկացիան մարդկանց հետ շատ ավելի այլ որակի է աշխատում։ Մենք փորձում ենք, տեսեք, մենք փորձում ենք մեր բոլոր նախագծերում ներգրավել անպայման նաև տեղացի մասնագետների։ Բայց երբ ընտրության առջև ես կանգնում եւ գին որակ, նաև գինը, ես կարող եմ ասել, որ հավատացեք ինձ, նույն բժշկականի օրինակով եւ նույն խաղարապարակների օրինակով եւ նույն Սարյանի աստիճանի օրինակներով մեր տեղական գնառաչարկը եւ դրսի անհամեմատ այլ փորձով, միայն թեկուզ փորձը նշեմ, փորձով մասնագետների գնառաչարկները շատ մրցունակ են եւ հաղթում են մեր տեղի գնառաչարկներին։ Այսինքն դրսին ավելի է, Այո։ Ոնց կատես բանել։ Չգիտեմ, ես եմ հարցնում, ոնց կարող է այդպես բան լինի։ Չգիտեմ։ Ձեզ նշած, ասենք նման փորձով ճարտարապետական ընկերությունը մեզ այնպիսի գնառաչարկ էր տվել, որ պատկերացրեք իրենք հաղթեցին մեզ մոտ դեռ 1.5 տարի առաջվա բան եմ ասում, անցած տարի ամռանը մենք ընտրեցինք նիդերլանդական ընկերությանը։ Բայց օրինակ ճարտարապետություն երևի քիչ ոլորտներից է Հայաստան, որ կայացած ստուդիաներ ունենք մենք Հայաստանում, որ կարողանում են նաև միջազգային պրոյեկտներ անեն, որը շատ ուրախացնում է։ Այո, դեմ չեմ, դրա համար մենք նաև համագործակցում ենք տեղի կազմակերպությունների հետ մեր նախագծերում։ Հասկացա։ Իսկ մասնագետների առումով հիմա որ ոլորտներում եք մասնագետներ ներգրավում։ Ես ինչպես նշեցի, մեր 5 ռազմավարական ուղղություններով հիմա պաշտոնապես այսպես չի, ինչքան պաշտոնապես, ինչ ոչ պաշտոնապես հայտարարում եմ, որ մենք պատրաստ ենք մեր 5 ռազմավարական ոլորտներով, որտեղ որ կարիք կա, ինչ մասնագետի կարիք կա, դիտարկել եւ այդ մասնագետներին հրավիրել Հայաստան դիմացի կողմի կառույցի հետ միասին։ Այդ կարևոր պայման է։ Այս պայդրությամբ մենք աշխատում ենք եւս մի քանի կառույցների հետ, արվեստի բնագավառում, օրինակ թատրոններ ունենք, որոնք մեզ գեղարվեստական ղեկավարի էլի մենեջերի հարցով են դիմել եւ ուզում են դրսից հրավիրել գեղարվեստական ղեկավարներ։ Մենք ունենք սպորտային ֆեդերացիաներ, որոնք մեզ դիմել են, որպեսզի գլխավոր մարզիչներ հրավիրենք Հայաստան։ Մենք ունենք նաեւ ու պարտադիր չէ որ հայ լինեն։ Ոչ, դա է մեր տարբերությունը։ Տեսեք, իգործ եւ այլ նմանատիպ կառույցներ կան, որ Հայաստան հրավիրում են մասնագետներ, բայց իրենց կարևոր պայմաններից մեկը, տեսեք, օրինակ ազգությամբ հայն է, Սփյուռքի վրա են աշխատում, կամ ժամկետ, օրինակ 12 ամիս, կամ կարևորը այո, հայրենադարձությամբ են զբաղվում, այսինքն որ ազգությամբ հայ, ոչ մասնագիտական։ Մեր կերոնի գլխավոր տարբերությունը նման կառույցների հետ դա կարևոր չի որ հայ լինեն, մեզ մոտ մասնագիտական ռելոկացիան մենք դիտարկում կարևոր եւ երկարաժամկետ, այսինքն կարևոր պայման է մեր պայմանագրի մեջ, որ առնվազն 5 տարի։
Որտեղ մենք հավատում ենք, որ դրանից պակասով, ինչպես նշեցի, մարդը չի ունենա այն էֆեկտը, որը մենք սպասում ենք իր մասնագիտական գիտելիքներից, եւ նաև մարդը կսկսի նաև այս երկրի հանդեպ կապվածություն եւ պահանջախնդրություն ունենալ, ինչպես նշեցի, լավ, ես գալիս եմ, եթե գալիս եմ 5 տարով, ես գալիս եմ ընտանիքի, իմ երեխաների, իմ ծնողների հետ, իմ երեխաները պիտի լավ դպրոց հաճախեն, բա ձեր երկրում ինչպես է կրթական համակարգը, ես եւ իմ ընտանիքը պետքա առողջապահական խնդիրներ լուծեն, ինչպես է ձեր երկրում առողջապահական հարցերը, մենք պետքա ժամ անց ունենանք շաբաթ-կիրակի, ինչով պիտի զբաղվենք, իմ երեխաները, ես, կինս, ընտանիքս, ամուսինս պետք է զբաղվեն ինչ որ տեղեր, այսինքն մի մարդով մենք փորձում ենք նաև այն ոլորտները, որ մենք ընտրել ենք, որը ինչ որ ձևով առնչություն ունի այդ կարևոր ռազմավարական ուղղություններ են մեր երկրի համար եւ մենք փորձում ենք այդ բոլոր ուղղություններով մեր երկիրը ավելի բարեկեցիկ սարքենք, ավելի գրավիչ սարքենք, ավելի ապրելու աշխատելու համար ավելի, որտեղ մենք ունենք որոշ բաներ, տեսեք, Հայաստանը 8-րդ տեղն է զբաղացնում երջանկության ինդեքսով, այո, տենց բան կա, ես կարող եմ, այո, Հայաստանը, ինչպես նշեցի, երեխաների ապահովության հարցում շատ բարձր դիրքեր է զբաղացնում, գիշերային ժամերին, այսինքն ապահովության հարցը եւ այո, ինչ որ ինդեքսներով էլ վատ դիրքեր ունի, չեմ վիճում, բայց մենք պետք քաղցրանել գալիս է օդի մաքրությունից եւ այլն, այո, այսինքն բայց մենք պետք է կարողանանք մեզ ճիշտ դիրքավորենք եւ այդ ճիշտ դիրքավորումից էլ քաղենք օգտակար էլեմենտներ եւ որով էլ կարողանանք մարդկանց համար հետաքրքիր դառնալ, ինչպես նշեցիք, Ամերիկան, Կանադան, Հարաբական Էմիրությունները, հիմա արդեն շատ ակտիվ նաեւ Կատարը եւ այլն երկրներ փորձում են աշխարհի լավագույն խելքերին, մտքերին ներգրավել իրենց երկրներ եւ զարգացնել իրենց չգիտեմ, մշակույթը, տնտեսությունը եւ առողջապահությունը եւ այլն Իսկ ինչու մենք այդպես չվարվենք։ Իսկ այդ մասնագետների ֆինանսավորումը ոնց է լինում, ասինքն եթե թատրոնը ձեզ դիմում է, որ կրեատիվ տնօրենի գտնի, լրիվ աշխատավարձ թատրոնն է տալի, թե մի մասը կերոնն է, ոնց որ վճարում։ Դե տեսեք, եթե լրիվը կարողանար տար, մեր ուղիղ կներգրավեն երևի։ Այո, ուղիղ կներգրավեն, իրենք չեն կարողանում ցավոք սրտի այսօր Հայաստանում եղած աշխատավարձներով ներգրավել բարձրակարգ մասնագետների։ Տեսեք, օրինակ, երևի կարող եմ այդ թվերը բարձրաձայնել, որ մեր երաժիշտներից մեկը, ով սիմֆոնիկում նվագում եւ աշխատում, նաեւ ինչպես նշեցի, երաժշտական դպրոցներից մեկում է դասավանդում եւ այնտեղի աշխատավարձները, չգիտեմ, ինչքան են Նարեկ։ Մեկ ժամը ինչ արժի դասավանդել պետական երաժշտական դպրոցում։ Չգիտեմ, 5000 դրամ։ Կեսը։ 2500։ 2400 քանի դրամ։ Մեկ ժամը։ Այո, մեկ ժամը։ Դե պատկերացեք, այդ աշխատավարձով դու ոնց կարող ես ներգրավել որպես դասատու նման բարձրակարգ երաժիշտի։ Մեզ մոտ էսպես է համագործակցությունը մեր գործընկերների հետ։ Մենք ասում ենք դուք ինչքան կարող եք վճարել ձեր մաքսիմալ այսինքն աշխատավարձը նման մասնագետ գրավելու համար։ Եվ մենք այն բացը, որը այդ մասնագետը պահանջում է, այսինքն իր որպես իրեն համար գրավիչ աշխատավարձ երկիր տեղափոխվելու համար, այդ բացը մենք տալիս ենք, բայց նորից եմ կրկնում, այդ պայմանագի շրջանակներում ինքը նաև պարտավորություն է վերցնում, օրինակ պետական դպրոցում դասավանդել, որը երբևիցե ոչ մի պարագայում պետական դպրոցը չէր կարող նման մասնագետ բերել որպես դասատու իրեն։ Հետաքրքիր է։ Մոդելը մի քիչ նման է ոնց որ Teach for Armenia-ին, բայց ավելի լայն ոլորտներում ու արդեն ներգրավում եք ոչ թե լոկալ մասնագետի, այլ դրսից։ Այո, Teach for Armenian հենց դպրոցներում, հարակրթական դպրոցներում են նույն ծրագիրը անում եւ մեծ առաքելություններ իրականացնում արդեն 10 տարի եւ ավել, որը շատ կարեւոր է, շատ։ Հա։ Հետաքրքիր է, իսկ բայց նաեւ հետաքրքիր օրինակ այդ ներքին թիմերում
խնդիր չի առաջացնում, որ մարդիկ գիտեն իրանց հետ ուրիշ երաժիշտ կա, բայց քանի որ ինքը արտասահմանից եկել ավելի շատ աշխատա Արցախտանում։ Ներքին թիմերի հարցը ճիշտ ասած չգիտեմ ոնց եմ տեղական լուծում, բայց մյուս կողմից նաև եկեք ազնիվ լինենք եւ հասկանանք, որ մարդը, ասենք, չեմ Շվեյցարիայի սիմֆոնիկ նվագախմբից երբ գայս է Հայաստանի սիմֆոնիկ նվագախմբում նվագելու, ենթադրաբար ինքը համապատասխան վարձատրություն, մոտ վարձատրություն պիտի ստանա, որպեսզի կարողանա գա եւ այստեղ նվագի, այո, եւ մնացած բոլոր մասնագիտություններն են այդպես։ Տեսեք, մենք հիմա նաեւ առողջապահության ոլորտում ենք, նախարարի հետ միասին խոսում ենք, այլ առողջապահական կառույցների հետ միասին խոսում ենք, թե առողջապահական համակարգին ինչպես կարող ենք օգտակար լինել, որտեղ են մեր երկրի բացերը, որտեղ կարող ենք համակարգային, որտեղ է պետությունը առաջնային համակարգային լուծումներ տեսնում եւ որտեղ կարիք ունի կողքից աջակցման։ Եվ մեր ստեղծման նպատակը հենց դա է, որպեսզի չխանգարենք, ավելյալ բան չստեղծենք, այլ ընդհակառակ հենց աջակցենք բացերը լրացնելու եւ մաքսիմալ կարիքահեն բացեր լրացնելու համար։ Հասկացա։ Այս պատերության արդեն քանի մասնագետ ունեք ներգրաված։ Տարին կավարտենք 8 մասնագետներ գրավմամբ, հունվարին եւս 3 մասնագետ նույնպես կգա 11, այսինքն հիմա բանակցության, գիտեք, հեշտ չի մարդկանց հետ բանակցելը։ Դե պատկերացնում եմ մարդիկ երկիր պետքա փոխեն, շատ դժվար։ Շատ դժվար են, բավական մեկ մասնագետի հետ ամիսներ են տևում բանակցությունները, որովհետեւ դրանք, նորից եմ կրկնում, դրանք բարձրակարգ մասնագետներ են եւ այդպես հեշտ չի իրենց համար այդ որոշումը ընդունել, այդ բանակցությունները։ Շատ բարդ որոշում է, հետաքրքիր է, որ ես միջով մի զարմանում եմ ոնց են մարդիկ այդ որոշմանը գնում, որ մենակ չգիտեմ Շվեյցարիայի քո գործը թողես ու գնաս քո համար անծանոթ երկիր, կապ չունի հայ ես թե հայ չես, եթե սաղքյանք տեղ չես ապրել, այդ երկիրը մեկը քո համար անծանոթ է։ Բայց անում են, չէ՞ մարդիկ ամբողջ աշխարհում, դա այդ որոշմանը գալիս են եւ ինչու ոչ Հայաստան։ Հավատացեք, այնպիսի բաներ են մեր հենց տաղանդերը մեզ Հայաստանի մասին արդեն պատմում։ Գալիս են մեզ մոտ հյուր եւ սկսում են Հայաստանի մասին սենց բաներ պատմել, ստեղ ենք եղել, էս ենք իմացել, մեր հարևանը էսպես, որ դու տեսնում ես այդ մարդիկ ինչքան ոգևորված են մեր երկրում ապրում, ինչքան իսկապես սիրում են, որտեվ ես հավատում եմ, որ եթե չսիրես կապվածություն ձեռք բերես, դա միայն աշխատանք ես դիտելու եւ ուզելու ես այդ աշխատանքը տարակ փոխես կամ ավարտես։ Իսկ ես ուրախ եմ, որ մեր գործընկերներն էլ այնպիսի պատասխանատվությամբ են ընտրում, որտեվ մենք չենք ընտրում բնականաբար երաժիշտներին, այս բային մեր մեխանիզմը այսպես է աշխատում։ Մենք աշխատում ենք որևիցե կառույցի հետ, կառույցը ընտրում է իրեն անհրաժեշտ մասնագետին, այո, վերջին հարցազրույցների փուլերը միասին ենք անցկացնում, բայց վերջնական ընտրությունը իրենց կողմից է։ Եվ այս պահի դրությամբ մեր տաղանդները քիչ են, 8-ն են, բայց հավատացեք, մենք տեսնում ենք արդեն մեծ փոփոխություն, ընդամենը 8 մասնագետ ներգրավելով, տեսնում ենք ոլորտում մեծ փոփոխություն։ Իսկ նման մոդել աշխարհում կա։ Ուրիշ foundation, օրինակ, չգիտեմ, Եգիպտոսում կամ ինչ-որ երկրում, որ նման մոդելով աշխատում։ Իհարկե, տաղանդների ֆոն ներգրավում, այ որ հիմա այդ վիզա տալանտը, որ կա, նույն Ամերիկայի Միացյալ Նահանգները ունեն հենց այս մեխանիզմ ունեն։ Դուք չունեք ձեր շրջապատում մարդկանց, որոնց հենց իրանք են փորձել ներգրավել, տանել իրենց երկիրը, որպեսզի այնտեղ ապրեն ու աշխատեն։ Ում շատ հեշտությամբ տալիս են այդ green card կոչվածը եւ այլն։ Հա, այդ իրականում շատ երկրներ շատ մեծ ռեսուրսներ են ծախսում ու իրականում կարող է հիմա նաեւ լավ ժամանակ է, որովհետեւ որնամ ես օրինակ Ամերիկայի թվերին, այս տարի շատ ավելի քիչ մարդ է այնտեղ դիմում տեղափոխվելու կամ համալսարանում սովորելու, այսինքն մասնագետներ կան արդեն աշխարհում, որ պատրաստ են իրանց տեղը փոխելու, որոնք որոշել են օրինակ, որ ԱՄՆ չեն ուզում գնան ինչ-որ պատճառներով։ Այո։ Մարդկանց կարելի է վերել Այո, երևի ճիշտ ժամանակին ճիշտ տեղում ստեղծվեց Կերոն հիմնադրամը եւ իսկապես մենք փորձում ենք մեծ նախընտրությամբ ենք վերաբերվում մեր առաքելությանը եւ փորձում ենք մաքսիմալ բոլորս ենք սխալական, բայց փորձում ենք մաքսիմալ քիչ սխալներով ծրագրեր ընտրելու հարցում, որտեղ դուք պատկերացնում եք, չէ՞, մենք հիմա օրեկան քանի նախագիծ ենք ստանում որպես աջակցման համար դիմում են մեզ,
կամ միասին իրականացնելու, բայց մենք իսկապես շատ փորձում ենք հստակ չափորոշիչներ նախ ձևակերպել, թե որ չափա, որպեսզի դիմացի կողմին էլ պարզ լինի, թե որ ծրագիրը այո, որ ծրագիրը ոչ։ Ինչ սկզբունքով, ոչ թե ասենք իմ ճաշակով կամ թիմի ճաշակով ընտրված ծրագրեր ենք իրականացնում, այլ տրամաբանություն կա այդ ծրագրերի ընտրման մեջ։ Եվ փորձում ենք այո մեր անգամ մեր գրասենյակը նարեկ սիրով հրավիրում եմ մեր գրասենյակ։ Ես ձեր գրասենյակում երկու անգամ եղել եմ արդեն։ Արդեն երկու անգամ, այո։ Ես չեմ եղել այդ բան երևի գրասենյակում։ Չէ, դուք այդտեղ չեք։ Ֆանտաստիկ գրասենյակ է։ Ֆանտաստիկ չէր ինքը 1 տարի առաջ։ 1 տարի առաջ, երբ մենք առաջի անգամ մտանք, ես մտա, երբ որ գրասենյակն էի փնտրում, մտա այդ շենք, այ երկրորդ հարկը, որտեղ հիմա Կերոնի գրասենյակն է, դա ավերակներ էին, փլատակներ, սարդոսաններ եւ մկներ, եւ ես հստակ հասկացա, որ մենք Երևանի եզակի մնացած պատմամշակութային շենքերից մեկն է սա, եզակի մատերի վրա արդեն հաշված են։ Այդ շատ լավ շենք է, կարևոր շենք է ինձ թվում։ Այո, եւ սա 1902 թվականի շենք է, որը առաջի քարաշեն շենքերից է Կավաշեն Երևանի։ Միրզոյանը աֆրիկյան եղբայրների պատվիրով կառուցել է այս շենքը որպես բնակարան եւ հենց այն հարկում, որտեղ մեր գրասենյակն է, այդտեղ ապրել են աֆրիկյան եղբայրներից մեկը Արաքել Աֆրիկյանը եւ իրականում այդ միջավայրը, այդ աուրան, որ կրում է այդ շենքը, այդ պատերը ափսոս էին, որ իրականում հենց դիմաց գտնվող աֆրիկյանների ակումբը, որը նույնպես եղբայրները կառուցել են եւ դա ավելի հանրային, տենց վայր էր հանդիսանում շփումների համար, ցավոք քանդվեց եւ նորակառույց շենք կառուցվեց դիմացը, բայց այս շենքը շատ վախենալու էր, որ կարող էր այդ ճակատեն, որտեվ հիմա ամբողջ շուրջը որ նայում եք, բոլորը քանդված նորակառույցներ են եւ մենակ ինքը մնացել է 2 հարգանի տենց գեղեցիկ քարից, գեղեցիկ պատշգամբներով, ներսում ֆանտաստիկ զարդանախշեր ունի առաստաղին, ֆանտաստիկ բուխարիներ ունի, եզակի պահպանված։ Եվ մենք ինչ արեցինք, մենք սիրով բացեցինք մեր հիմնադրամի դռները, այսինքն ամիսը 1 անգամ առնվազն մարդիկ հնարավորություն ունեն գալ, շրջել, լսել աֆրիկյան ընտանիքի պատմությունը, լսել շենքի պատմությունը, որտեղ նաև գեներալ Սելիկովն է երկար տարիներ ապրել այս շենքում։ Այսինքն մենք պետք է ինքներս ունեցածը պահենք, արժևորենք, գնահատենք, պատմենք եւ իմանանք։ Մենք մեր պատմությունը պիտի լավ իմանանք։ Եվ հետո կարողանանք նոր ստեղծել։ Իսկ այն քրիտիկան ինչ կասեք, օրինակ, չգիտեմ, մի քանի մասնակետ բերելու կամ նման օֆիս ունենալու վրա ահռելի ռեսուրսներ ա ծախսում ու այդ գումարները կարելի է ուրիշ նպատակով ծախսել։ Նման քրիտիկա եւ լսում ենք եւ չենք լսում։ Այդ տենց քրիտիկա, ես չգիտեմ ձեզ անում են թե չէ, բայց ենթադրում եմ, որ կանեն, որովհետեւ անում են բոլորին։ Իրականում ասեմ, որ այո, ես շուրջ 20 տարվա աշխատանքային փորձ ունեմ եւ նման քրիտիկայում բոլոր աշխատավայրերում նման տիպի տարբեր տեսակի լսել եմ, ինչն է ինձ զարմացնում եւ շատ ուրախացնում, որ պատկերացրեք շատ անհամեմատոկոսային հարաբերությամբ շատ է մեր հանդեպ շնորհակալական եւ գովասանքի եւ հիացմունքի խոսքերը, քան քրիտիկան, որը նույնպես կա։ Այդ շարքից օրինակ լսեցի վերջերս, որ այդ ահռելի գումարները, որ դուք ծախսում եք մարքեթինգի, PR-ի վրա, ավելի լավ չէր ինչ որ այլ բանի վրա ծախսեմ, այստեղ այսօր պաշտոնապես հայտարարում եմ, որ Կերոնի ստեղծման առաջին օրվանից մինչ այսօր այս պահը 1000 դրամ չի ծախսվել մեր մարքեթինգի վրա, այսինքն որևիցե հեռուստահաղորդում, որևիցե գովազդ, որևիցե բան չի արվել գումարով, այսինքն եթե մեր թեմաները հետաքրքիր են, մեզ հրավիրում են, մեզ հետ զրուցում են, մեր մասին խոսում են, եթե ոչ, մենք հավելյալ գումար դրա վրա չենք ծախսում։ Նույնը կարող եմ ասեմ ամեն ինչի մասին, եւ գրասենյակի մասին կարող եմ ասեմ, որ դա այն գումարները չեն, որ դուք պատկերացնում եք, եւ մեր միջոցառումները մեծ հպարտությամբ կարող եմ ասեմ, որ այդ են գումարները չեն, որ դուք պատկերացնում եք, որտեվ մենք ունենք շատ լավ գործընկերներ եւ մարդիկ, որոնք հավատում են
եկեք մի բանից էլ խոսեմ հիմա որ խոսեցինք եւ հարթակ է որ կարող եմ շնորհակալություն հայտնեմ եւ գովեմ խաղահրապարակների բրենդինգի մասին օրինակ խոսենք բոլորս գիտենք որ հիմա բրենդինգը բավական թանկ հաճույք է եւ որովհետեւ անգամ փոքր պրոյեկտ բրենդավորելը դա բավական մեծ ծախսերի հետ է կապված ես ուրախությամբ կարող եմ ասեմ որ մենք հիմա ունենք 3 գործընկերներ 3 տարբեր Հայաստանի լավագույն բրենդինգային ընկերությունները ովքեր մեր առաջի խաղահրապարակը արեց մեզ համար բրենդ ընկերությունը եւ դա նվեր էր եւ շնորհակալություն այն գործին որ մենք անում ենք քաղաքի համար երկրորդ խաղահրապարակը հենց այսօր մենք քննարկում ունենք առաջի այսկիզներն ենք նայում արդեն բրենդինգի ջինջ ընկերության հետ ով անում է մեր երկրորդ խաղահրապարակը եւ երրորդ խաղահրապարակը որ մեզ համար անում է դոպինգ կանի համաձայնել է սիրով անել դոպինգ ընկերությունը եւ Սա որ եթե երեքն է անվճար։ Երեքն էլ անվճար։ Դուք հասկանում եք, չէ՞, ինչ միլիոնների մասին ենք խոսում մենք, եթե դրանք լինեին գումարով։ Եվ այսպես ես կարող եմ խոսել տարբեր բաների մասին։ Հավատացեք, որ ամեն ինչ չի փողի ու գումարի մեջ։ Երբ որ դու անում ես լավ բան եւ դու ասում ես ես անելու եմ, ես անում եմ։ Ուզում եք միացեք մեզ, հավատում եք մեզ, մեր առաքելություն, մեր որակը տեսնում եք, մենք արդեն ցույց ենք տվել որակ։ Եվ մարդիկ իսկապես գալիս են, մարդիկ իսկապես ուզում են լավ գործի մաս ասում նորից եմ կրկնում, տեսեք, միայն գումարի մասին չի խոսքը գնում։ Մարդիկ իրենց սերվիզով, իրենց պրոդուկտով, իրենց գիտելիքով, իրենց ժամանակով ուզում են գա եւ մեզ ժամանակ տրամադրեն։ Խաղահրապարակի կողքը բնակիչներից մեկը մեկավ մեզ մոտ արվեստագետ մարդ, տենց երկար տարիների, ասաց խնդրում եմ ինձ ինչ որ օֆիցիալ ստատուս տվեք, որ ես կարողանամ ձեր անունից խաղահրապարակում կարգու կանոն անեմ։ Գրվածա չի կարելի ծխել, ծխում են, գրվածա չի կարելի կենթանիներ բերում են, գրվածա 4 հոգով չի կարելի այս թելը քաշել, քաշում են։ Ինձ օֆիցիալ մի բան տվեք, որ ես կարողանամ Մարդիկ իսկապես ուզում են լավ բանի մաս դառնալ։ Դա մեծ հույս է տալիս եւ մեծ ոգևորություն։ Չէ, երբ որ ոնց որ համայնքը գտնում է ինչ-որ պրոյեկտ, այդ ժամանակ ռեալ փոփոխություն է անում, որտեղ ես այդ միշտ օրինակն եմ բերում, որ Ուկրաինայի հայաթներում շատ մաքուր էր ու ոչ մի մեքենա չէր մտնում, ինչի որտեղ Ուկրաինայի տատիկները այդ հայաթների ցանկացած մտնողի ակները կծակեին կոպիտ ասած ու հենց տատիկներն էին պաշտպանում այդ հայաթի կարգ ու կանոնը ու մաքրությունը ոչ քաղաքապետարանը ոչ մասնավոր որտեվ եթե տեղի բնակիչը չուզենա որ իր մոտ լավ լինի չի լինելու Այո, եթե բոլորս մեր շուրջ հոգ չտանենք, բոլորս չպահպանենք այն ինչ ունենք, կամ 24 ժամ ամենտեղ պետքա մաքրող լինի։ Այո։ Նո, դա քաղաքներ կան, որ տենց են խնդիրը լուծել, բայց ինձ թվում է այդպես հնարավոր չի հավատացեք իրականում հիմա որ անգամ մենք տեղացախցիկներ ունենք խաղահրապարակում տեղադրված, ես որ նայում եմ մարդիկ դեռ կան մարդիկ, որոնք ամփոփությամբ ախր իրենց երեխան է, չէ, առավոտյան խաղալու գիշերը որ գալիս են այդ շիշը գցում են, այդ սիգարետը գցում են, այդ չեմ, իրենց մեծ քաշով նստում են մանկական խաղասարքի վրա Կան այդպիսի մարդիկ, բայց ես լավատես եմ եւ վստահ եմ, որ այս խաղահրապարակներ շատանալով, այդ մշակույթը մեր մոտ ձևավորելով, նաեւ կգա ճիշտ օգտվելու հարգանքով, սիրով, խնամքով վերաբերվելու մշակույթը։ Ես հավատում եմ։ Հա, դե միանշանակ դրական փոփոխությունները արդեն շատ տեղեր են երևում։ Ես գիտեք, վատական ստացվեց այդպես, բայց ոնց որ ոչ օֆիցիալ կարգախոս ունի Կերոնը, ես դա իմ խոսքի մեջ մի քանի անգամ ասացի եւ հիմա չեմ դադարում կրկնել, կա dream big, այսինքն մեծ բաների մասին երազեք, իսկ ես կարծում եմ, որ պետք է միշտ երազել, ուղղակի միշտ երազել, այսինքն երբեք այդ երազանքի բանը չկորցնել եւ այո, կարող եք ես նաեւ փոքր բաների մասին եմ երազում, բայց ես երազում եմ եւ հավատում եմ եւ այդպես էլ կլինի կարծում եմ։ Եթե մենք համառորեն շարունակենք ու չհիասթափվենք ու հետ չկանգնենք, փոփոխությունը կգա։ Միանշանակ։ Դուք շատ տարբեր տեղեր աշխատել եք, օրինակ Սոսվելիջի շրջանակում ժամանակին մի հատ պրոյեկտ մենք իրար հետ արել ենք, որ երբ որ ես ուրիշ ընկերությունում էի աշխատում ու շատ խնդիրներ հենց ներսից տեսել եք։ Ձեր կարծիքով մեր հասարակությունում ամենամեծ խնդիրները հասարակական որոնք են, որ ժամանակի ընթացքում կարելի է փոխել, որը կբերի տենց շատ մեծ արդյունքի։
տեսեք, եթե սոս մանկական գյուղերից խոսեցինք, նաև մոտ օրերս Հայաստանում գործունեության 35-ամյակն է սոսը նշում, 35 տարի, այո, առաջի կազմակերպություններից է, ով սկսեց Հայաստանում երեխաների հետ աշխատել հենց երկրաշարժից հետո, եւ ես միացա սոսի թիմին տարիներ առաջ, 10 տարի առաջ, ավելի մի փոքր, եւ հիմնադրեցի, սկսեցի 0-ից կառուցել այ հենց ֆոնդահայթայթման։ Իսկ ինչ է ֆոնդահայթայթումը? Մարդկանց վստահությունը քո արած գործի հանդեպ ձևավորել եւ ասել, որ արի քո կարողացածի չափով կիսել։ Այ ամենամեծ կարծում եմ բացը, որ մեր հասարակությունը կամաց է ձևավորում եւ ես ահռելի տարբերություն տեսնում եմ այս 10 տարիների ընթացքում, բայց այ վստահության եւ կիսվելու պակասն է։ Մենք շատ լավ ազգ ենք, շատ կամեցող, բարի, շատ, չգիտեմ, նույն երեխայասեր, ավելի վերադարձանք երեխաների թեմային, բայց երբ որ ասում ես, որ լավ, այնքան չկա այդ հավատը, որ մարդիկ նախընտրում են գնալ կոնկրետ, չգիտեմ, մի երեխայի, կոնկրետ մի ընտանիքի, բայց դրանով ինստիտուցիոնալ հարցին լուծում չի տրվում։ Պետք է համակարգ փոխվի, իսկ համակարգ փոխելու համար պետք է համակարգային աջակցություն լինի, համակարգային բարեփոխումներ լինեն։ Եվ նույնը այստեղ է, երբ որ մարդիկ սկսեն արդեն նախ վստահել, երկրորդը կիսվել, տեսեք, ազգեր կան, երկրներ կան, որտեղ այդ տալու, նվիրելու, քո ունեցածի կիսվելու դա փոքրուց կա մարդկանց մեջ, մտայնության մեջ, դա կա, մարդը չի պատկերացնում իրեն առանց իր շահույթից, կարևոր չի ում շահույթը ինչքան է, իր շահույթից կիսվելու, չգիտեմ ինչ ասեմ, դա մանկուց, դա ծնված օրվանից մարդկանց մեջ կա դրված, մեզ մոտ դա նոր է ձևավորվում, բայց ձևավորվում է եւ ես հույսով եմ, որ իսկապես մենք էլ մեղավոր չենք, որտեվ տարիների ընթացքում այդ հավատի բանը տարբեր առիթներով եղել է, որ կորցրել ենք եւ արդարացի առիթներ։ Չարաշահել են շատ մարդկանց վստահություն, մարդիկ դրա համար դարել են չվստահող շատ անգամ։ Բայց կարծում եմ կամաց ամեն ինչ պիտի որ իր տեղ ընկնի։ Գիտեք, անցած օրը Վազգեն Վեհափարի մասին էի կարդում, մարդ ով ինձ համար քննարկելի մեծություն եւ մարդ էր, եզակի մարդկանցից, եւ իր խոսքերը տպավորվեցին այսպես հայրենիք, ասում է, հայրենիք ստեղծելը հերոսություն է, հայրենիք շենացնելը առաքինություն։ Եվ եթե բոլորս մի փոքր առաքինի գտնվենք եւ ամեն մեկս մեր կարողացածի չափով, նորից եմ կրկնում, այնքան շատ են ձևերը դա անելու, շատ են ձևերը անելու։ Երեխաներին խոսքով չեն դաստիարակում, այլ օրինակով։ Դե օրինակ լրիվ համաձայն, որտեվ այսօր առավոտը մանկապարտեզ գնալուց տղես ասում է փողոցի շներին չենք կերակրելու։ Ինքը դա տեսել է արդեն։ Այո, դա ինքը դա տեսել է արդեն խոսքով, այսինքն դուք տանը չեք ասում փողոցի շներին պետք է կերակրել եւ վերջ։ Դա չի տպավորվել երեխայի մոտ, բայց երբ որ ինքը տեսնում է, որ դուք ամեն օր կերակրում եք ձեր ձեռքով եւ իր մոտ արդեն դա բնական դառնում է, որ դա ճիշտ է, դա է սովորականը։ Հա, բայց ես ուզում եմ, գիտեք ինչ ասեմ, որ դա հերոսություն չի։ Այո։ Դա ոնց որ դու աշխատանքի գնաս, դա ոնց որ դու, չգիտեմ, քո հարազատներին աջակցես։ Տենց սովորական կյանքի մի մաս է, որը պետք չի տենց ֆետիշացնել, եթե կարաս քեզ թույլ տաս, անում ես, արա ու վերջ։ Եվ մյուս կարևոր բանը ասեմ, Նարեկ ջան, կարծում եմ, որ նաև դրա մասին ասում եք առաջի անգամ ասեցիք, ասեք, որտեվ հա, չեմ խոսացել հանրային։ Բայց պետք է խոսալ, գիտեք ինչու, որովհետև այդ մտայնությունը կա, որ անում եմ, ես իմ հոգու համար եմ անում, ես ինձ համար եմ անում, պետք չի դրա մասին իմանան եւ այլն։ Ոչ։ Երբ որ մի բան է արվում, այ նույն Կերոնի բանին առաքելությանը վերադառնալով, երբ որ մի լավ բան է արվում, ու դա արվում է հանրայնացել, դա շղթայական ռեակցիա է առաջացնում։ Իսկապես այդպես է։ Երբ որ դու մի բան անում ես եւ այդ բանի մասին խոսում ես, մարդիկ տեսնում են եւ ակամայից քեզ մոտ էլ առաջանում այդ լավ բանը անելու ցանկություն։ Իսկապես դա այդպես է։ Պետք է խոսալ, ոչ թե անել դա լուր հոգու համար եւ տենց որ ես դա չեմ անում։ Իսկապես դրա մասին պետք է խոսալ։ Իսկապես ու դա մենք ամեն օր ենք։ Ես իմ այո աշխատանքային կարիերա մեծ մասն է եղել սոցիալական ոլորտում աշխատելուց եւ ես այդ ահռելի փոփոխությունը
երբ որ տեսնում եմ, տեսեք, երբ որ ես հանրայնացած, այ մենք խոսեցինք ընկերությունների մասին, ովքեր աջակցում են ու խաղահարապարակների չեմ, նույն բրենդինգը ես կարող եմ էլի արդեն ես մեծ, երբ որ ես առաջին ընկերությանը գնացի եւ մենք Անահիտ Աստվածուհու Արցանն էինք, երբ որ անցած տարի միասին պատմության թանգարանի հետ, կրթության նախարարության հետ Գերոնը միացավ եւ այդ նախագծին եւ երբ որ ես առաջի ընկերությանը գնացի, ասացի Գերոն հիմնադրամ, գիտեք, ասենց բան ենք անում, բան այդպես ընկերության տնօրենը նայեց, ղեկավարը հիմնադիրը նայեց, ասեց լավ չի, բայց այդ հավատաց, ինչ որ մի բան երևի զգաց, ասեցի տեսեք, ես չեմ կարող ձեզ ստիպել աջակցել, թե չէ, իմիջիայլոց աջակցությունն էլ փոքր էր, ընդհանրապես իրենց պրոդուկտների մասն էինք խոսում, բացման արարողությանը պետք է ներկայացնեն, բայց մարդը հավատաց եւ այդ միջոցառման վերջում եկավ ձեռքս բռնեց եւ ասեց Վանանե մենք միշտ ձեր կողքին ենք, ես հիացած եմ ձեր որակով, ձեր ասացի լիակատար ասածը եւ արածը իրար համապատասխանությամբ եւ իմացեք նորից եմ կրկնում փոքր բանի մասն է խոսքը ամեն մարդ ինչով կարող է դրա մասն է խոսքը ոչ թե որ եթե դու չես անում այսքան ու ավելի լավ է չանես ոչ որ մեկս ինչ կարող ենք, այդ պիտի անենք։ Հիմա նայեք, նույն Կերոնի գրասենյակը ձեր ասացի պես շատ ավելի հեշտ էր վարձել մի հատ բիզնես կենտրոնում մի հատ գրասենյակ, որտեղ կներ համակարգված օդափոխություն, անվտանգության համակարգ, ոչ մի բանը չէր 6 մետրանոց առաստաղներում տաքացնելը, հովացնելը, չգիտեմ ինչ փչանալը, խնդիր չէր առաջանալ։ Իհարկե, նույն գնով հավատացեք, ինձ կարել էր ավելի անգամ բարձր են գները բիզնես կենտրոններում, քան մեր գրասենյակի վարձակալությունն է, բայց մեզ համար շատ կարևոր էր այդ շենքը վերակառուցել, այդ շենքի պատմական արժեքը ընդգծել, այսօր բոլորը մեր շենքով հիանում են։ Այդ շենքը տեղ էր 123 տարի, անցած տարի նույնպես։ Այդ շենք ոչ ոք չէր մտնում, այդ շենքը ավերման եզրին էր կանգնած, այդ շենքի առաջի հարկում կառուցել էին, սարքել էին ռեստորան եւ 120 տարվա բուխարիները վերածել էին բարի։ Վրան շարում էին խմիչքներ։ Դա բանը գիտեք, հետաքրքիր տենդենս է կա, ну Մենակ մեր մոտ շատ ազգերի մոտ է պետք նկատել, երբ որ ինչ-որ մի բան արվում է, մարդիկ հետ են նայում, ասում են, հա դե պիտի արվեր, բայց որ նա մեզ ձեր ասած 100 տարի չէր արվել։ Մենք իսկապես մենք ինչ-որ արտառոց բան չենք անում, Սարյանի աստիճանները տեղում էին, խաղահարապարակները կային եւ սարքվում են, բակային տարածքներում խաղահարապարակներ սարքվում են, բայց հարցը արդյոք տեսեք, երբ որ մենք ասացինք մեկ հանրային տարածք մեզ տրամադրեք, որ խաղահարապարակ սարքենք, առաջի բանը, որ եղավ, մեզ սկսեցին առաջարկել բակերում տարածքներ։ Ես ասացի, չէ, մենք հանրային խաղահարապարակ ենք սարքել Բաքում, դա տեղական ինքնակառավարման մարմինների եւ մաքսիմում բակի բնակիչների խնդիրն է, միասին պիտի հասկանանք։ Մեզ պետք է հանրային տարածք որտեղ մենք պատրաստ ենք աշխարհի լավագույն փորձը կիրառելով սարքել խաղահարապարակ։ Եվ շատ երկար բանակցելուց հետո մենք մի կերպ գտանք Երևանում մի քանի տարածք, որոնք այ վարձակալության կամ սեփականության լծի, այդպես կասեմ, լծի տակ չէին։ Եվ սարքեցինք այն ինչ որ ոչ մի բան չեն կարել արտառոց կամ չեն կանում արտառոց, որը մեր մենաշնորհն է, ոչ։ Իսկ ինչ մեծ պրոյեկտների իդեաներ ունեք, որ ուզում եք անեք, բայց դեռ ձեր ձեռը չի հասել։ Շատ նախագծեր կան, իրականում շատ լավ նախագծեր նաև մեզ առաջարկում են, որտեղ իսկապես լավ եք ասում, ձեռքը հասնել կամ ֆիզիկապես հնարավորությունները, ինչպես նշեցի 10 հոգանոց աղջիկների թիմ է եւ ուրախությամբ կարող եմ ասել, որ երեքը պատրաստում եմ Մարության արձակուրդի գնալ, որը շատ ուրախալի է ինձ համար, որովհետեւ շատ գործատուներ ընդհակառակ ասում են այդ խանգարող է, բայց ես ուրախ եմ, ինձ համար ընդհակառակ խնդիր էր, որ ես 10 երիտասարդ վերարտադրողական տարիքի կանանց թիմ ունենալով հանդերձ, մեր ամբողջ թիմում մենք ունենք 1 երեխա։
դա շատ մտահոգիչ թվեր էին մեր երկրի համար եւ այնքան խոսացի դրա մասին, որ այսօր 3-ը միանգամից զուգահեռ մայրիկ են դառնալու, ինչը շատ ուրախալի է, բայց իսկապես մենք մեր հնարավորությունները եւ մեր պրոյեկտները պիտի անպայման զուգակցվեն, որովհետեւ իսկապես չենք կարողանում ավել նախագծեր վերցնել։ Մյուս տարվա համար մենք վերցրել ենք ռազմավարական մեր 5 ուղղություններից 3-ն ենք մեզ համար նախանշել, որ առաջնային են՝ առողջապահությունը, սպորտը եւ կրթությունը։ Այս 3-ով ենք ավելի, քանի որ այս 3-ը ավելի քիչ էին այս տարի, ծրագրերը այս ուղղություններով տարածքային զարգացման ծրագրերն էին շատ այս տարի եւ մշակութային ծրագրերն են այս տարի շատ, մյուս տարի փորձելու ենք այս 3 ուղղությամբ ավելի շատ ծրագրեր անել։ Որոշ նախագծեր ունենք, անցած տարի շատ մեծ հանրություն կողմից մեծ սեր վայելեց մեր մետրոյի նախագիծը, եթե հիշում եք։ Հիմա շուտով նաև կհայտարարենք այդ նախագծի շարունակության մասին, էլի շատ հետաքրքիր ֆորմատով, շատ հետաքրքիր վայրում, որ էլի մի քանի ամիս բանակցության արդյունքում ստացվեց այդ նախագիծը հաստատել։ Տարբեր ծրագրեր ունենք, կամաց հայտարարում ենք եւ չենք շտապում հայտարարել։ Մինչեւ նախագիծը մեզ մոտ վերջնական հաստատում չի ստանում, որ 100% անում ենք, մենք նախագծի մասին չենք բարձրանում։ Տեսեք նույն խաղարապարակները, մենք անցած տարի ձմռանից տարածքի ուսումնասիրություն, տարածքի ընտրություն, քաղաքապետարան, քաղաքապետարանի կանաչապատում եւ այլն մասնագետների հետ աշխատել, հասկանալ, ամեն ինչ արվում էր, մեծ նախապատրաստական աշխատանքներ էին արվում, բայց մենք հայտարարեցինք այն պահին, երբ որ իսկապես արդեն նախագծի մեկնարկը ֆիզիկապես տրվեց։ Երբ որ մենք հաստատ գիտենք, որ նախագիծը արդեն արվում է, շինթույլտվությունները եւ այլն ունենք։ Հիմա էլ մի քանի նախագիծ ունենք, որոնք բանակցային փուլում են, վերջին փուլում են, սկզբնական փուլում են եւ հերթով կհայտարարենք իրենց։ Հասկացա։ Իսկ այդ մետրոյի միջոցառումը, որ կազմակերպեցիք, իր նպատակը որն էր։ Տեսեք, իր պատմությունը շատ հետաքրքիր եղավ։ Մենք անցած տարի մեր գործունեությունը սկսեցինք ռուսական արվեստի թանգարանի աջակցման նախագծով, չգիտեմ, այդ թանգարանի մասին ցավոք սրտի շատ քչերը գիտեն եւ շատ քչերն են։ Այս ձեր լոգոն առաջի անգամ ուտեղ եմ տեսել։ Այո։ Սա Եզակի թանգարանը աշխարհում, Կասկադում, այո, նախ Կասկադում շատ քչերը գիտեն, որ դա ռեստորան չի, այլ դա միակն է այդ տարածքում, որ թանգարան է եւ գործող թանգարան, այն էլ ինչ գործող թանգարան, որտեղ Եզակի աշխարհի մակարդակով, մասշտաբով գտնվող Եզակի գեղանկարիչ 20-րդ դարի ռուս գեղանկարիչների գործեր են գտնվում։ Եվ այդ թանգարանը ոնց է ստեղծվել։ Եղել է Արամ Աբրահամյան անունով բժիշկ, ուրոլոգ, ով աշխատել է Մոսկվայում, Կրեմլում սովետական տարիներին եւ ֆանատ է եղել նկարչության, գեղանկարչության։ Արամ Աբրահամյանը չի ունեցել անիկ երեխաներ, այսինքն կին ունեցել է, այս պատմությունը պիտի պատմեմ, որ բոլորը 10 հոգի ինձնից լսի, որտեղ շատ հետաքրքիր պատմություն է։ Արամ Աբրահամյանը ամբողջ մեծ հոնորարները, որ վաստակել է, դրել է գեղանկարչության մեջ, գնել է նկարներ, գնել է եւ ժամանակի հայտնի գեղանկարիչների նկարներ, եւ ժամանակին արգելված գեղանկարիչներ, որոնք եղել են սովետական միության ժամանակ արգելված եւ տաբու գեղանկարիչներ։ Եվ ինքը հավաքել է շատ մեծ հավաքածու։ Եվ շատ հետաքրքիր, կյանքի վերջի տարիներին 84 թվականին նա որոշել է իր ամբողջ հավաքածուն նվիրել Ռուսաստանին։ Ունենալով ռուսկին, իրեն շատ հետաքրքիր խորհուրդ է տվել կինը, ասել է՝ լսիր, եթե դու այս ամբողջ գործերը նվիրես Ռուսաստանին, իրեն կգնան, կկորվեն, քեզ ոչ ոք չի հիշելու եւ չի գնահատելու։ Նվիրիր հայրենիքիդ, հայրենիքդ քեզ կգնահատի եւ միշտ քեզ կհիշեն։ Եվ Արամ Աբրահամյանը 84 թվին գալիս է, դիմում է սովետական իշխանություններին, իրեն տրամադրում են Կասկադի այ մեր իմացած ռուսական արվեստի թանգարանի տարածքը եւ այնտեղ 84 թվականին իր կյանքի վերջի տարիներին ինձ ձեռքով բացում է թանգարանը եւ իր ամբողջ գործերը նվիրում է Հայաստանին։ Եվ սա նույն Ռուսաստանը մեծ խանդով եւ նախանձով է վերաբերվում այս թանգարանի գտնված 350 մոտ գործերին, որովհետեւ սրանք եզակի գործեր են։ Ոչ մի տեղ բացի Ռուսաստանից այլևս այս գեղանկարիչների գործերը այս քանակով ներկայացված չեն։ Եվ մենք ցավոք չգիտենք, որ համաշխարհային մասշտաբի գեղանկարիչներ կան
Կասկադում քաղաքի կենտրոնում մեզ մոտ։ Եվ թանգարանը դրսից այնպիսի ոչ հրապուրիչ տեսք ուներ, որ մենք որոշեցինք Արամ Աբրահամյանի 125-ամյակներ անցած տարի եւ թանգարանի 40-ամյակներ անցած տարի որոշեցինք թանգարանի լուսավորությունը արտաքին տեսքը այնպես փոխել, որ ինքը դառնա հետաքրքիր եւ արխիվում փոխելուց հետո մենք 4 ամիս մայիսից մինչ սեպտեմբեր ամեն ուրբաթ երեկո անցկացնում ենք բացօթյա անվճար տարբեր ժանրերի հիմնականում դասական երաժշտության համերգներ։ Եւ դա ակամայից մարդկանց ուշադրությունը եւ ինքը մշակութային միջոցառում էր, այսինքն Կասկադում ամեն ուրբաթ մարդիկ ֆիքսված, մենք արդեն ունենք մարդիկ, որոնք ամեն ուրբաթ գալիս են եւ ունենք շատ նոր մարդիկ ամեն շաբաթ։ Անցկացնում են այդ համերգները եւ երբ որ սեպտեմբերին 21-ին անկախության օրն ընթരാճ ծրտերը արդեն ընկնում էին, ավարտում էին կարծես համերգների շարքը, թիմով նստած այսպես մտածում ենք, լավ, այսքան սիրվեց, մարդիկ մեզ բողոքում են, շարունակեք, ելի ենք ուզում համերգներ, թիմով նստած մտածում ենք, որտեղ կարելի է շարունակել, որ լինեն հանրային, մարդիկ կարողանան գալ, անվճար լինի, բայց նաև չմրսեն, այսինքն ձմեռը։ Եվ այդտեղից առաջացավ մետրոյում անցկացնելու գաղափարը, եւ էլի սկզբում բավական դժվարությամբ եղավ հաստատումը, հասկանալի պատճառն է, որտեղ մետրոն որտեղ մետրո է։ Որտեղ մետրո, այո, անվտանգության եւ այլն հարցեր կային, բայց ստացվեց դա մեզ մոտ եւ մենք 3 ամիս էինք պլանավորել, մինչև մարտ ամիս, մինչև տաք սեզոնը սկսվել է անցկացնել համերգները, բայց այնպիսի հանրային մեծ բան բարձացավ, որ մենք ապրիլը եւս անցկացրեցինք մետրոյում ու նայեք, մենք ինչ ենք անում, մենք բացում ենք բաց հայտ, երաժիշտները դիմում են, որպեսզի այնտեղ իրենց համար անվճար հանրային բեմ է հարթակը։ Փաստորեն, լավ, եթե հաշվենք 4 ամսով 12-16 համերգի մասն է, 3-4 ամսով 12-16 համերգի մասն է խոսքը գնում, մենք 150-ից ավել հայտ ենք ստացել։ 150-ից ավել հայտ ենք ստացել, որ երաժիշտներից, խմբերից, անհատ երաժիշտներից, որ այնտեղ համերգ ունենան։ Պատկերացնեք ու մենք բոլորը անվճար ելույթ ունես։ Այո։ Այո։ Մենք անվճար հարթակ էինք տրամադրում երաժիշտներին հանդես գալու եւ պատկերացրեք անգամ այդ ավանդույթը մենք հիմա գիտեք երևի շարունակում ենք Պուշկին փողոցի մեր պատշգամբից, աֆրիկյանների պատշգամբից ամեն ուրբաթ օրը մեզ մոտ երաժիշտ է գալիս եւ նվագում է անվճար, բայց ինչն է հետաքրքիրը, որ մեր պայմանը այդ է։ Այսինքն մենք իսկապես մենք սկզբից ասում ենք կամ այդպես կամ ոչ, այսինքն մենք ուղղակի տարածք ենք տրամադրում երկրի քաղաքի համար, որովհետեւ լավ բան անելու մարդն էլ երաժշտական գործիքի է տիրապետում, եթե ուզում ես արի, եթե չէ, մենք ոչ նեղանում ենք, ոչ ինչ որ բան ունենք, բայց մյուս կողմից դա մեր պայմանն է։ Եվ պատկերացեք մեր երաժիշտը այնքան պատվերներ է հիմա ստանում տարբեր առիթների, տարբեր միջոցառումների համար։ Դե ինքն է շղթայական սա Հայաստանում հայտնի դառավ, այն հայտնի վայրալ վիդեոից հետո, երբ որ սաքսոֆոն են նվագում, տակը կռիվ էին անում երկոք։ Ցավոք սրտի ես այդ պահին ներքևում կանգնած էի, այդ պահին հավատացեք, երբ որ կողքը կանգնած էր այդ պապիկների կռիվը շատ սարսափելի էր ու անհասկանալի էր ինչով կավարտվի, բայց այո, այդպես։ Իսկ այդ համերգները ձեր կարծիքով ինչ օգուտ են տվել։ Տեսեք, օգուտ որպես այդպեսին չեմ կարող իր օգուտը չափել կամ միանշանակ ասել, բայց որ միջավայր փոխելու մասին են, էլի միջավայր փոխելու մասին են։ Նայեք, մենք այս համերգների գաղափարը մեզ մոտից չառաջացավ։ Կասկադում կար մի երաժիշտ, ով բալկոնից նվագում էր իր պատշգամբից, եւ այդտեղից առաջացավ։ Ես Կասկադի բնակիչ լինելով հիանում էի, թե ոնց անգամ ձմեռներ նվագում իր պատշգամբից եւ մարդիկ հավաքվում են եւ մթնոլորտ էր փոխում, մթնոլորտ։ Ինձ համար Երևանը, Երևանի շունչը, Երևանի vibe նորաձև բառով ասեմ, սա է։ Եվ պատկերացեք, տեսեք, մենք սկսեցինք բալկոնից նվագել, պատշգամբից նվագել այս երաժշտությունները, կողքի սրճարանը իր պատշգամբից սկսեց նույնպես երեկոները երաժշտություն։ Ես անցած օրը խոսում էի պոլիտեխնիկի ռեկտորի հետ, ասեց շատ տպավորված ենք, ուզում ենք պոլիտեխնիկի Տերյանի այդ բալկոններից երաժշտություն անենք։ Ու ես վստահ եմ, որ ցանկացած լավ բան, որ մարդկանց մոտ տեսնում ես, կրկնելը դա ամոթ չի, դա վատ նշան չի։ Ես ասում եմ, որ մենք Կասկադի երաժշտից ենք վերցել այս գաղափարը եւ կրկնում, որովհետեւ դա ինձ համար, նորից եմ ասում, սա է Երևանը։ Եվ
Երևանը չգիտեմ, ասում է հայտնի երգը Երևանը տուն ու շենք չէ, Երևանը մենք ենք, Մենք ենք։ բայց նաև տուն ու շենք է, նաև էս երաժշտություններն են, նաև էս պատմական տներն են, մեր մնացած եզակի ու հիմա աֆրիկյանների տան հանդեպ նաև այդ երաժշտությամբ այնքան մեծ ուշադրություն է առաջանում, այնքան այդ փողոցում փոխվում է, մարդիկ գալիս են, մենք ուրբաթ օրերը ժամը 1-ին ենք անում, մարդիկ գալիս են իրենց ընդմիջումը անում են այդ փողոցի վրա, որ այս երաժշտության մասնակից նաև դառնան եւ վայելեն։ Սա էլ այն մտքից է գալիս, որ եթե ամեն մեկս մեր շուրջը ինչ որ մի բան փոխենք, ինչ որ մի բան ստեղծենք, թեկուզ փոքր, տեսեք, սա փոքր նախագիծ է, սա անգամ տենց մեծ բան չի, ուղղակի գաղափար էր առաջացավ եւ մենք դա անում ենք։ Բայց տեսեք ինչքան բան է փոխել։ Աբովյանի վրա մի հատ շենք էլ կա, չէ՞ որ Այո, դուք բան եք արդեն զբաղվում եք դրանով։ Ես վերջերս հետքում տեսա որ արտիկլ էին գրել դրա հետ կապված։ Այդ պրոյեկտի մասին կպատմեք։ Երևանի սիրուն շենք, AOX-ի շենքը։ AOX-ի շենքը, հա։ AOX-ի շենքը, այո, հանրության մեջ նա հայտնի է ավելի AOX-ի շենքով, չնայած նոր սերունդը դա այդպես չգիտի, մենք կուզեինք, որ AOX-ի շենք վիտակը իր վրա չմնար, բայց երևի պատմականորեն մնացած անվանումը պիտի մնա։ Աբովյան 3-ում գտնվող AOX-ի շենքը, որը տարիներ շարունակ շատ դժվար եւ ծանր ճակատագիր ունենալով դատական գործեր, քաշքշուկներ, Շատ պրոբլեմատիկ շենք շատ էր, պրոբլեմատիկ դրան անդրադարձել։ շենքեր, չնայած որ ինքը մեծ սիրով կառուցված շենք է 1915 թվականին Հովհաննես Հովհաննիսյանը բժիշկ լինելով կառուցում է այդ շենքը եւ առաջին հիվանդանոցը վիրահատարան հենց այդտեղ առաջի հարգում եւ հետո ընդամենը մի քանի տարի անց ազգայնացվում է շենքը եւ իր ձեռքից վերցվում է սովետական իշխանությունների ներքո է անցնում այնտեղ տարբեր ժամանակներ, տարբեր կառույցներ են գործում, հայտնի AOX-ը եվրոպական երկրների հետ մշակութային կապերի գրասենյակներ այնտեղ գտնվում սովետական տարիներին եւ վերջին տարիները ինքը քաշքշուքի եւ դատարանների մեջ լինելով դեռ ամենասիրուն շենքը Երևանի դրսից, եթե մեր շենքի մեջ կան ֆանտաստիկ գեղեցկություն եւ քարի շարվածքը եւ այդ բուխարիները եւ այդ առաստաղը AOX-ի շենքը դրսից ամենասիրուն շենքն է Երևանի եւ այտենց դժվար եւ բարդ ճակատագիր ունենալով բայց հիմա մենք մեր երկու գործընկերների հետ վարձակալում ենք պետությունից, այլևս այն պետության բալանսի վրա է, վարձակալում ենք եւ հույս ունենք, որ կկարողանանք, որտեվ ահռելի աշխատանք են դեռ սպասում պատոհանների, գմբեթների, քարի ամբողջ վերականգնումը շատ վատ վիճակում է գտնվում շենքը եւ դա եւ ժամանակի առումով եւ ֆինանսների առումով եւ բարդության առումով ահռելի մեծ աշխատանք կա այնտեղ անելու, որը մենք մեծ պատասխանատվությամբ, հոգատարությամբ, շատ լուրջ մասնագետներ ներգրավելով, օրինակ տեսեք նույն պատոհանները, որ փայտից են եւ փորձում ենք պահել այդ 100 եւ ավել տարվա պատոհանները հրավիրել ենք դրսից լավագույն մասնագետներ, որոնք փայտի հենց վերամշակմամբ ռեստավրացիայով, հա։ Այո, ռեստավրացիայով զբաղվող մասնագետներ են։ Էլի ցավոք մեր երկրում չգտանք այն որակի ռեստավրատորներ, որոնք կարողանան հենց պատոհանների փայտի ռեստավրացիայով զբաղվել, որտեղ փայտագործներ կան, կահույքի հետ աշխատողներ կան, բայց պատոհանները իր սպეციფիկան ունի։ Եվ հիմա այդ գործընթացի մեջ ենք, նաև կարող եմ ասեմ, որ ներողություն եմ խնդրում, որ չեմ կարող նշեմ կոնկրետ ում հետ են բանակցությունները գնում, բայց շուրջ 2 տարի մենք բանակցում ենք աշխարհի լավագույն թանգարաններից մեկի հետ, որպեսզի կարողանանք իրենց գործերը ժամանակավոր բերել այստեղ եւ մեր նպատակը Կերոնի նպատակը երկրորդ հարկն է Կերոնին պատկանում AOX-ի շենքի եւ մենք ուզում ենք որ այդ երկրորդ հարկ մարդկանց հոսքը չդադարի, այսինքն տարբեր հետաքրքրություններ ունեցող, տարբեր տարիքների, տարբեր ճաշակների մարդիկ կարողանան մտնել AOX-ի շենքը, դա չդառնա միայն X%, 1%, 5% մարդկանց համար հասանելի շենք։ Եվ մենք հիմա բանում ենք այդ բանակցությունները եւ ես հուսով եմ շատ դժվար կառույցի հետ ենք վարում բանակցություններ, շատ դժվար են հենց այդ խոսել եւ պայմանավորվել, բայց ոնց որ թե դուրս ենք եկել վերջին այդ գծի վրա ֆինիշային եւ հույս ունենք, որ AOX-ի դռները կբացվեն այդ թանգարանի ժամանակավոր ցուցադրությամբ մեր երկրում դա բացառիկ ցուցադրություն կլինի
եւ բացառիկ մեզ համար նաեւ բոլոր հայերիս համար մեծ ինչ ասեմ ձեռք բերում, որ այդ ցուցադրությունը տեղի կլինի Հայաստանում, տեղի կունենա Հայաստանում։ Իսկ ձեզ ի՞նչն է ոգեշնչում։ Հետարքիր հարցեր։ Մեր վերջի տրադիցիոն հարցն է։ Հա չէ, իմ պատրաստված չէի։ Ինչն է ինձ ոգեշնչում։ Գեղեցիկ բաները, մեր պատմությունը, իմ աղջիկը, երազելը, ապագայի հանդեպ հավատը, շատ բաներ։ Իրականում ես հեշտ ոգեշնչվող եւ փոքր բաներով երջանկացող մարդ եմ, ինձ հաճախ ասում են, որ երջանիկ ես, որ այդպես է, որովհետեւ քիչ են հիմա այդպիսի մարդիկ, բայց իսկապես փոքր բանը ինձ կարող է ոգեշնչի եւ երջանկացնի։